Բարև ձեզ, շնորհակալություն, որ այս երկուշաբթի երեկոյան միացել եք մեզ։ Ես քաղաքական գիտությունների դոկտոր Նարեկ Սուքեսյանն եմ, դասավանդում եմ Ամերիկյան համալսարանում, գիտաշխատող եմ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում Երևանի պետական համալսարանի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ծրագրերի ղեկավար։ Բոլոր կարծիքները, որոնք կհնչեն այսօր, պատկանում են բացառապես ինձ եւ պարտադիր չէ, որ համընկնեն իմ գործատուներից որևէ մեկի դիրքորոշման հետ։ Այսքանը ֆորմալ առումով ասելուց հետո անցնենք մեր այսօրվա բուն թեմաներին։ Իսկ բուն թեմաները բևեռացվածության շուրջ են, թե ներքին, թե միջազգային քաղաքականության մեջ, մի թեմա, որը գնալով ավելի արդիական է դառնում, այն երկու թեմաները, որոնք ես ներկայացնելու եմ, մեկը ներքին, մեկը արտաքին կամ միջազգային քաղաքականության վերաբերյալ, հիմնված են երկու գիտական ուսումնասիրությունների վրա։ Առաջինը Հայաստանում քաղաքական բևեռացվածության մասին է, որը համահեղինակել եմ Նարեկ Գալստյանի հետ ու հոդվածը առաջիկա օրերին կհրապարակվի Policy Studies ամսագրում, եւ երկրորդ հոդվածը, որը միջազգային հարաբերությունների մասին է, ավելի մանրամասն կխոսենք թե ինչի, համահեղինակել եմ իմ գործընկեր Աննա Գևորգյանի հետ։ Այսքանը ասելով սկսենք։ Ուրեմն սկսում ենք Հայաստանի ներքին քաղաքական բևեռացվածության մասին քննարկումով, բայց առաջին մասը ոչ թե Հայաստանի մասին կլինի, հենց այլ բևեռացվածության երևույթի, հիմնվելով համեմատական քաղաքագիտության բացահայտումների վրա, որը վերջին տարիներին գնալով ավելի շատ է կենտրոնանում բևեռացվածության եւ պոպուլիզմի վրա, որոնք փոխկապակցված են, կծանոթանանք տեսությանը եւ երկրորդ մասում արդեն կխոսենք հենց Հայաստանի դեպքի մասին, թե ինչպես են այդ տեսությունը կիրառում Հայաստանի իրավիճակը հասկանալու համար։ Նախ սկսենք սահմանումից, ինչ է բևեռացվածությունը։ Քաղաքական բևեռացումը հասարակական նորմալ բազմազանության դուրս մղումն է քաղաքական դաշտից, փոխարինելով այն մենք ընդդեմ նրանց կատեգորիկ բաժանումով, որտեղ հենց այդ մենք ընդդեմ նրանց մոդելը քաղաքական դաշտի բաժանման հիմնական սկզբունքն է եւ քաղաքական բանավեճի հիմնական առարկան։ Այսինքն թե ձևը եւ թե բովանդակությունը քաղաքականության դառնում է այս մենք ընդդեմ նրանցը։ Մյուս բոլոր խնդիրները երկրորդական են սրան եւ դրանց լուծումները թելադրվում են հենց այս բաժանմանը համապատասխան։ Այսինքն սա է ամենակարևորը, թե դու որ բևեռի մաս ես կազմում եւ սա է, որ որոշում է քո դիրքորոշումը ցանկացած քաղաքական խնդրի վերաբերյալ։ Ինչով է սա տարբերվում սովորական քաղաքականությունից, որովհետեւ կարող եք առարկել, դե հա, իհարկե քաղաքականությունը դեմ լինելու ինչ որ քաղաքական կոնֆլիկտի մասին է։ Բևեռվածությունը, քաղաքական բևեռացումը տարբերվում է սովորական քաղաքական կոնֆլիկտից նրանով, եւ սա հիմնական տարբերությունն է, որ եթե սովորական քաղաքականության մեջ հակառակորդները, մրցակիցները ընդունում են միմյանց լինելու իրավունքը, համարում են, որ այո, կա քաղաքական հակառակորդ եւ նրանք էլ կարող են պայքարել քաղաքացիների քվեների համար, հաղթել կամ պարտվել ընտրություններում եւ նրանց զիջելը անգամ նորմալ է, հա։ Այսինքն ընդունում են, ճանաչում են նրանց որպես լեգիտիմ քաղաքական սուբյեկտ, եթե անգամ նրանց հետ կատեգորիկ չեն համաձայնվում։ Բևեռացման պայմաններում կողմերը ի սկզբանե եւ ռադիկալ կերպով մերժում են հակառակորդների քաղաքական գոյության իրավական, պրակտիկ եւ բարոյական բոլոր իրավունքները։ Մյուս կողմը պետք է անգամ իրավունք չունենա, պետք է չմոտենա քաղաքականությունը, այդքան անընդունելի է։ Այսինքն բևեռացված քաղաքականությունը ծայրահեղ անհանդուրժողականություն է քաղաքական մյուս բևեռի նկատմամբ։ Եվ սա է տարբերվում դրան սովորական բարձ քաղաքական կոնֆլիկտից։ Ինչպես է առաջանում բևեռացումը։ Այստեղ պետք է սկսեմ մի տավտոլոգիայից։ Քաղաքական բևեռացումը առաջանում է այնտեղ, որտեղ չկա քաղաքական բևեռացվածություն։ Ինչու է սա այսպես։ Եվ սա պարտադիր պայման է, ինչքան էլ ծիծաղելի կարող է թվալ։ Կամ առնվազն պարտադիր պայման է քաղաքագետ Ջովանի Սարտորիի համար։ Ինչու՞։ Որովհետև ըստ Ջովանի Սարտորիի երկկուսակցական համակարգերը, այսինքն առաջին հայացքից ինչ որ բևեռացվածություն ենթադրող, ոչ շատ խիստ սովորական երկկուսակցական համակարգերը
չեն ձգտում բևեռացման։ Երկուսակցական համակարգերում բևեռացում առանձնապես շատ տեղի չի ունենում։ Իհարկե, լինում են բացառություններ, ինչպես Միացյալ Նահանգները, բայց դա այլ դեպք է։ Բայց երկուսակցական համակարգերը անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծում բևեռացման համար։ Ինչու՞։ Սա է տրամաբանությունը։ Երկուսակցական համակարգերում երկու կուսակցությունները, որոնք գտնվում են քաղաքական սպեկտրի աջ եւ ցախ կողմերում, որպեսզի հաղթեն ընտրություններում, որպեսզի ունենան ավելի շատ աջակիցներ, իրենք պետք է հաճելի լինեն, ընդունելի լինեն, ձգտեն ներգրավել կենտրոնում գտնվող միջանկյալ ձայները, այսինքն որոնք ոչ ծայրահեղ ցախ են, ոչ ծայրահեղ աջ, հա, ինչ որ միջանկյալ մոդերատ դիրքորոշումներ ունեցող ոչ ծայրահեղականների, ոչ ռադիկալների։ Ինչու՞, որովհետև եթե իրենք սկսեն ռադիկալ բաներ ասել, այսինքն ծայրահեղ աջ կամ ծայրահեղ ցախ, Բայց մարդիկ այսպես թե այնպես իրենց են քվեարկելու։ Բայց երբ իրենք սկսեն ծայրահեղ աճ կամ ծայրահեղ ցախական բաներ ասել, իրենք միանշանակ կկորցնեն մեջտեղի ընտրողին ու մեջտեղի էս ընտրողը մոդերատ դիրքորոշումներով կգնա կքվեարկի իրենց հակառակորդին։ Հետևաբար երկուսակցական համակարգերը ըստ քաղաքագետ Ջովանի Սարտորի ունեն այս կենտրոնաձիգ մղումը, հետևաբար ռադիկալացումը, բևեռացումը պատժվում է, իսկ ոչ մեկ չի ուզում պարտվել ընտրություններում։ Այսինքն, վերադառնալով մեր տավտոլոգիային, բևեռացում տեղի ունենում այնտեղ, որտեղ այն չկա, որտեղ եթե սա կա, կենտրոնաձիգ ուժերը դա թույլ չեն տալիս։ Հետևաբար որտեղ կա, եթե ոչ երկուսակցական համակարգերում, դա կա բազմակուսակցական համակարգերում։ Բազմակուսակցական համակարգերը դա նրանք են, որտեղ մեկից երկուսից ավելի կուսակցություններ, որը Եվրոպայի պարլամենտական ամեն դեպքում Եվրոպայի հիմնական մոդելներից է քաղաքական, մի շարք կուսակցություններ 4, 5, 6 եւ այլն ներկայացված են պարլամենտներում, օրենսդիր մարմիններում, բայց սրանք սովորաբար տեղակայված են քաղաքական սպեկտրի մեջտեղին մոտ։ Կենտրոն, կենտրոնաճ, կենտրոնձախ, մի քիչ ավելի շատ, մի քիչ ավելի ձախ։ Սա գրեթե օրինաչափություն է դարձել արդեն եւ խնդիրը այստեղ նրանում է կայանում, որ այս բազում կուսակցությունների դիրքորոշումները գնալով դարձել են իրար ավելի ու ավելի մոտ ու նման։ Իսկ ո՞րն է խնդիրը։ Ինչով են նման առաջին հերթին։ Վերջին տասնամյակներին մի շարք քաղաքականություններ դարձել են mainstream։ Ու եթե 100 տարի առաջ շատ ակնհայտ էր ցախական կուսակցությունը ինչ քաղաքականություն է վարում, աչականը ինչ, հիմա դա այդքան էլ արդեն պարզ չէ, որովհետև մի շարք բաներ դարձել են mainstream։ Օրինակ հիմա մի ցախական կուսակցություն կարող է շատ հանգիստ մեծ վարկեր վերցնել միջազգային ֆինանսական կառույցներից, վարել նեոլիբերալ քաղաքականություն, իսկ որևէ աճ պապանողական ուժ կարող է ունենալ բազմաթիվ սոցիալական ծրագրեր, բազմաթիվ հոգատար պետության ատրիբուտներ, welfare state-ի, հա, որոնք արդեն դարձել են նորմալ քաղաքականության մաս, այսինքն ընտրողը գնալով ել ավելի դժվարանում է տեսնել, թե որն է աճի ցախի սրա նրա տարբերությունը, այսինքն այն իրական քաղաքական խնդիրները եւ քաղաքական տարբերությունները, որոնք գոյություն ունեն հասարակության մեջ, գնալով դառնում են ել ավելի բարդ ներկայացնելի, չկա քո քաղաքական ուժը, որ քո շահերի իրական խնդիրների ներկայացուցիչն է։ Հետևաբար դու սկսում ես փնտրել նոր մարդկանց, այլ ձայների։ Իսկ որտեղից է գալիս այս միանմանությունը բոլոր կուսակցությունների, որը կարող ենք անվանել անգամ կարտելային համակարգ, երբ կուսակցությունները չափազանց մոտ են իրար, չափազանց հաջող կոալիցիաներ են կազմում, ընտրություններից առաջ կռվում, ընտրություններից հետո բարիշում եւ այս բոլորը հարցեր են առաջացնում, հա, ընտրողների մոտ եւ բազում հիաստապություններ։ Այս գործընթացը ֆրանսիացի փիլիսոփաներ, քաղաքական փիլիսոփաներ Էրնեստո Լակլաուն եւ Շանթալ Մուֆը անվանում են քաղաքականության ապաքաղաքականացում, այսինքն այն ինչը կա քաղաքական խնդիր իրականում այլևս ներկայացված չէ։ Եվ մարդիկ փորձում են այդ լուծումները գտնել այլ ուր։ Իսկ ովքեր են կամ որտեղ են այդ կամ ում կողմից են այդ լուծումները առաջարկվում, գրեթե միշտ պոպուլիստների կողմից։ Իսկ որտեղից են գալիս պոպուլիստները, եթե բազմակուսակցական համակարգում բոլորը կենտրոնացած են մեջտեղում, այսինքն այդ տարածքը միջին դիրքորոշումների արդեն զբաղված է, բնականաբար ոչ այդտեղ, այլ քաղաքական սպեկտրի ծայրամասերում եւ լուսանցքներում, ծայրահաճական, ծայրահեղ ցախական կամ պարզապես ծայրահեղական, հա? Եվ սա է որ դառնում է լսելի, ցանկալի ու պոպուլիստները
բռնում են ներվը եւ ճիշտ շատ հաճախ ճիշտ ախտորոշում են խնդիրները քաղաքական, որոնք առկա են, ուղղակի խնդիրը նա է, որ պոպուլիստները այդ ախտորոշումից հետո արդեն լուծումները այնքան էլ օպտիմալ չէ, որ առաջարկում են, բայց դա ուրիշ հարց է արդեն։ Պոպուլիստները գալիս են այսպիսով քաղաքական սպեկտրի ռադիկալ կողմերից եւ ռադիկալ օրակարգով եւ իրենց ռելևանտությունը, իրենց կարևորությունը, իրենց ասացի կարևորությունը ցույց տալու համար իրենք օգտագործում են մի տեխնիկա, որը քաղաքագիտության մեջ հայտնի է որպես անվտանգայնացում, securitization, որը գալիս է միջազգային հարաբերությունների Կոպենհագենյան դպրոցից։ Ինչ է անվտանգայնացումը։ Դա մի գործընթաց է, որտեղ խոսողը, քաղաքական գործիչը ցույց է տալիս մի սպառնալիք, համոզում է բոլորին կամ իր լսարանին, որ այդ սպառնալիքը գոյաբանական է, կա խիստ անհրաժեշտություն դա լուծելու, եթե դա չլուծենք, ապա մենք այլևս չենք լինի այն ինչը ենք, մեր ինքնությունը եւ այլն այլևս վտանգված է, խնդիրը չափազանց կարեւոր է եւ սա անելով, սա համոզելով, իրենք ստանում են մանդատ կիրառելու արտակարգ միջոցներ։ Այսինքն այդ խնդրի դեմ պայքարելու այնպիսի եղանակներով, որը սովորական քաղաքականության պայմաններում ընդունելի չէր լինի, կամ ապօրինի կլիներ, կամ տարօրինակ կլիներ առնվազն, հա, կամ խնդրահարույց։ Այսինքն իրենք ստանում են մանդատ, ցույց տալով, թե բա գոյաբանական խնդիր է։ Հո չենք ընկնելու ձևականությունների հետևից։ Թույլ տվեք մեզ անել ծայրահեղ բաներ։ Միջոցները արտարացված են, որովհետև մեր գոյության խնդիրն է դրված։ Ու պոպուլիստները շատ հաճախ օգտագործում են սա իրենց ռելևանտ դարձնելու համար։ Օրինակ, Եվրոպայում սա շատ տարածված տեխնիկա է վերջին տարիներին ծայրահեղ ղաչականների կողմից, եւ երբ միգրանտները կամ միգրացիոն հոսքերը ցույց են տրվում որպես գոյաբանական սպառնալիք ազգային ինքնության եւ տնտեսության եւ այլնի դեմ եւ եվրոպական շատ պետություններում, քանի որ սա աշխատել է արդեն, լրիվ նորմալ են դարձել այնպիսի միգրացիոն քաղաքականություններ, որոնք հարցեր են առաջացնում առնվազն մարդու իրավունքների հարգանքի հարցում, հարցեր են առաջացնում այդ պետությունների միջազգային պարտավորությունների հարցում եւ ինչու՞ չէ հաճախ նաեւ խախտում են օրենքներ։ Բայց դա նորմալ է, որովհետև հո չենք ընկնելու այդ օրենքների հետևից, այստեղ գոյաբանական խնդիր կա։ Եվ սա էլ անվտանգայնացումն է։ Եթե ավելի պարզ օրինակ բերենք սրան, օրինակ դուռ կոտրելը իհարկե ընդունելի վարք չէ որևէ պարագայում, հա, չի կարելի դուռ կոտրել, անգամ քո հարևանինը, ում շինարարությունը այդպես էլ տարիներ շարունակ չի ավարտվում, հա։ Դու չես կարող ամեն դեպքում իր դուռը կոտրել։ Բայց երբ ինչ որ մեկի տանը հրդեհ է, ինչ որ տարածքից ներս հրդեհ է, ապա դուռ կոտրելը իհարկե ակնկալելի վարք է, դու կոտրում ես այն փրկում մարդկանց, հələ մի բան էլ դուռ կոտրելու համար կարող է քեզ մեդալ տան, թե ինչ լավ բան ես։ Այսինքն այդ հրդեհը արդարացրեց արտակարգ միջոցը, որը դուռ կոտրելն էր, հա։ Իսկ ինչ են անում պոպուլիստները, իրենք տան ներսում գտնվող ցանկացած ճրագ, մոմ ներկայացնում են որպես հրդեհ, ինչը իրենց իրավունք է տալիս այդ դուռը կոտրելու, հա։ Գանք մի փոքր ավելի մեզ մոտիկ աշխարհագրորեն եւ քաղաքականնապես օրինակի անվտանգայնացման, որը էլի աշխատել է։ Ուրեմն 1993 թվականին Ռուսաստանում աշնանը պատրաստվում էին նոր սահմանադրության առաջին սահմանադրության ընդունմանը։ Դրա շուրջ գնում էր քաղաքական պայքար նախագահական ադմինիստրացիայի եւ պարլամենտի միջև։ Երկուսն էլ ժողովրդավարական ճանապարհով են տրված։ Երկու կողմերն էլ բնականաբար վերմակը քաշում էին իրենց կողմը, որովհետև ուզում էին, որ սահմանադրությունը լինի հնարավորինս իրենց շահերից բխող եւ չէին կարողանում գալ որևէ կոնսենսուսի։ Սեպտեմբերին նախագահ Ելցինը ճգնաժամը լուծելու համար իր նախագահական հրամանագրով ցրում է պարլամենտը, ժողովրդավարորեն ընտրված պարլամենտը, իսկ Գերագույն դատարանը, սահմանադրական դատարանը այդ որոշումը համարում է հակասահմանադրական, չեղարկում է եւ պարլամենտն էլ սկսում է իմպիչմենտի, Ելցինի իմպիչմենտի գործընթաց։ Այսինքն ունեին նորմալ ճգնաժամ, քաղաքական հակասություն, դա եկավ հասավ սահմանադրական ճգնաժամի։ Առանց գնալու դետալների մեջ սկսվում են ինչ-որ բախումներ, անգամ մի շարք խնդիրներ փողոցային եւ այլն, բայց ինչը տեղի ունենում արդյունքում պարլամենտի մեջ պաշտպանվող կամ
նայած որ ճամբարին հարցնեք հարցակվող ուժերը, որոնք արդեն մոտ 2 շաբաթ պարլամենտում էին, Սպիտակ տան շենքում Մոսկվայի, Ելցինը նրանց չեզոքացնելու համար հրամայում է տանկերին մտնել Մոսկվա եւ տանկերի հարվածներով, թեև ասում են դատարկ արկերով, հարվածում է պարլամենտին, ժողովրդավարական ճանապարհով ընտրված Սպիտակ տան ներկայացուցիչներին, շենքը այրվում է, հարյուրավոր մարդիկ մինչև այսօր հայտնի չէ թե քանիսը մահանում են։ Կարծես թե իրավիճակներից ամենանորմալը չէ, եւ արձագանքն էլ կարծում ենք, եթե մեր այսօրվա պրիզմայից ենք նայում, կարող ենք պատկերացնել, որ առնվազն ինչ որ քննադատական գնահատականներ պետք է լինեին, հա, բայց ինչ է տեղի ունենում։ Ոչ մի բան, մեծ հաշվով, Ռուսաստանում այնպես չի, որ շատ գոհ էին այս իրավիճակով, բայց առանձնապես դժգոհություն էլ չկա։ Հələ մի բան էլ ավելին, Ելցինը սրանից հետո արգելում է մի շարք կուսակցություններ, փակվում են մի շատ ԶԼՄ-ներ եւ այլն։ Միջազգային հանրությունը ել առավել եւս ոչ միայն չի քննադատում, այլ ողջունում է Ելցինի ողջամիտ, ողջախոհ քաղաքականությունը, թե ինչ լավ նա այս իրավիճակը լուծեց։ Անկամ վերջերս գաղտնազերծված հեռախոսազրույցների շարքը Բիլ Քլինթոնի եւ Բորիս Ելցինի ցույց է տալիս այս ամբողջ ընթացքում Ամերիկայի աջակցությունը եւ գովասանքը Ելցինի ադմինիստրացիային։ Իսկ ինչու է սա այս անոմալիան տեղի ունենում այն պատճառով, որ պարլամենտի ներկայացուցիչները, ովքեր եկան այս տանկերի հարվածների տակ, ներկայացնում էին նախկիններին, ազգայնականներին եւ կոմունիստներին, ովքեր անվտանգայնացման միջոցով ներկայացվել էին որպես մեծագույն սպառնալիք Ռուսաստանի Դաշնության դեմոկրատիզացիայի եւ ռեֆորմների ընթացքի։ Քանի որ իրենք սպառնում էին տանել երկիրը հետ դեպի կոմունիզմ, ապա իրենց դեմ այս տանկերով հարվածը արդարացված էր, կամ առնվազն այդքան էլ քննադատելի չէր։ Այսպես է աշխատում անվտանգայնացումը եւ բևեռացնում քաղաքական դաշտը։ Այստեղ շատ կարևոր է հենց քաղաքականի սահմանումը ու անվտանգայնացումը եւ բևեռացումը, կարծում եմ, որ հիմնվում են գերմանացի փիլիսոփա Կարլ Շմիդտի քաղաքականի մասին սահմանման վրա։ Իսկ ո՞րն է այդ սահմանումը։ Կարլ Շմիդտը ասում է, որ քաղաքականը դա հակամարտության ծայրահեղ ձևն է, որտեղ կա միայն թշնամի եւ բարեկամ, ոչ թե հակառակորդ, այլ միայն թշնամի եւ բարեկամ։ Եվ քանի որ խոսք է գնում թշնամու մասին, թշնամիների դեմ բոլոր գործողությունները արտարացված են, որովհետեւ մեր նպատակը վեհ է, որովհետեւ մենք լավն ենք, թշնամին բնականաբար վատը, իսկ եթե խոսում ենք, մենք խոսակցություն քաղաքականը տանում ենք դեպի անվտանգային, դեպի պատերազմական տրամաբանություն, ապա նաեւ գործում են այստեղ պատերազմական կանոնները թշնամու հանդեպ։ Ու այստեղ ինչն է կարևոր, որ ըստ Շմիդտի քաղաքականը այնքան տոտալիտար երևույթ է, որ որևէ մեկը բարոյական իրավունք չունի անգամ քաղաքական հարցերում պահել նեյտրալիտետ։ Քանի որ դա կյանքի եւ մահվան մեր գոյության խնդիրն է, ինչպես դուք կարող եք նեյտրալ մնալ, դուք պարտավոր եք ընտրել քաղաքական պայքարի կողմ։ Եվ սա էլ է տոտալիտար բնույթն է կրում քաղաքական պայքարի։ Ու բերում բևեռացման, հա, այսինքն եթե դու չես կարող լինել մեջտեղում, եթե բոլոր գույները, եթե բոլոր հասարակական խնդիրների բազմազանությունը վերացվում եւ պարզեցվում է մենք ընդդեմ նրանցի, բնականաբար մենք ունենում ենք բևեռացման արդյունք։ Ինչ է տեղի ունենում բևեռացման արդյունքում։ Նախ դժում է քաղաքական գործընթացների բովանդակությունը, որովհետեւ եթե մենք գիտենք, որ քաղաքական ամեն հասարակական երևույթ ունի բարդ լուծում։ Չկա պարզ լուծում, որը սպեկտրի այս ծայր կողմում է կամ հակառակ ծայրում, հա, լուծումները ինչ որտեղ մեջտեղում են, կոմպլեքս են։ Բայց եթե բևեռացված պայմաններում ենք, ապա այդ բոլոր նյուանսները, բոլոր բարդությունները երևույթների վերանում են ու պետք է հարցը լուծել կամ այս կողմի կամ այն կողմի ասած ձևով, հետեւաբար դժում է քաղաքական բովանդակությունը։ Դժում է հանրային վստահությունը։ Ու սա ամենակարևոր երևի ըստ իս վնասներից է բևեռացման, կան բազմաթիվ հետազոտություններ մի շարք երկրներում իրականացված, որոնք ցույց են տալիս բևեռացման եւ հանրային վստահության անկումը, հատկապես խոսք է գնում
թեև ինչ որ հետազոտություններ գտնում են կապ նաև միջանձնային վստահության անկման մասին, բայց առաջին հերթին խոսքը գնում է ինստիտուտների հանդեպ վստահության անկման։ Իսկ մենք Պուտնամից գիտենք, որ վստահությունը, ինստիտուտների հանդեպ վստահությունը անհրաժեշտ պայման է ժողովրդավարության համար, այսինքն վստահությունը ստեղծում է սոցիալական կապիտալը աշխատում է ժողովրդավարությունը։ Իսկ որն է այդ կապը, մարդիկ եթե վստահում են ինստիտուտներին, նրանք ավելի հակված են մասնակցել քաղաքականությանը, մաս կազմել կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, զբաղվել կամավորությամբ, ընտրել ասոցիացիաներ եւ այլն։ Այն հաշվետվողական լինել, հաշվետվողականություն պահանջել, որոնք կարևոր կոմպոնենտներն են ժողովրդավարության։ Եթե սա վերանում է, տուժում է նաև ժողովրդավարությունը։ Սա անուղղակի էֆեկտ է, հա, բևեռացման ժողովրդավարության վրա, բայց կա նաև ժողովրդավարության ուղղակի վնաս բևեռացումից, ոչ միայն ժողովրդավարության, այլ նաև օրենքի գերակայության եւ հաշվետվողականության, որը վստահ եմ, հիմա ես ասեմ, դուք մտքում եք դա ինքներդ ձեր համար կվերհիշեք օրինակներ։ Բևեռացումը աչքի է ընկնում ներխմբային շատ բարձր մակարդակի լոյալությամբ եւ խմբից դուրս շատ բարձր մակարդակի ատելությամբ։ Այսինքն մենք բոլորս լավն ենք, մենք մերոնցով, մեզնից դուրս բոլորը բացառապես վատն են։ Ինչու է սա վատ հաշվետվողականության համար, որովհետև սա փչացնում է ժողովրդավարության պատժիչ գործիքը։ Ժողովրդավարության մեջ, եթե քաղաքական գործիչները, իշխանությունը, ընդդիմությունը, որևէ մեկը վարում է վատ քայլեր, վատ քաղաքականություն, սխալ բաներ է անում, ապա ժողովրդավարությունը տալիս է ընտրողին քվե, որպեսզի հաջորդ ընտրություններում պատժի նրան։ Հա, հիասթափեցրեցի, չեմ քվեարկի այլևս։ Բայց բևեռացման պայմաններում սա տեղի չի ունենում, որովհետև բևեռացման պայմաններում ընտրողները հակված են ներել եւ հանդուրժել եւ արդարացնել իրենց խմբի ցանկացած բացթողում եւ սխալ, որովհետև հա էլի ինչ որ բան սխալ ենք անում, բայց սա մեր վեն նպատակի համար է ընդդեմ նրանց։ Այո, կարող է հոգու խորքում մարդիկ լինեն ժողովրդավար եւ հասկանան այդ ամենը, բայց քանի որ կա ավելի մեծ չարիք, պետք է հիմա հանդուրժենք, որ վաղը ավելի լավ լինի։ Դուրը կոտրելը արդարացված է հիմա, որովհետև երևի ներսում հրդե է։ Վերջին բանը, որ կասեմ այս թեմայով ու կամփոփենք տեսությունը, կվերցնենք մի քանի հարցեր, հետո կանցնենք Հայաստանի դեպքին։ Ի ապացույց նրա, թե ինչպես են մարդիկ ներում, հանդուրժում ամեն ինչ իրենց խմբի ներսում եւ չեն պատժում իրենց քաղաքական թիմի առաջնորդներին, սրա լավագույն օրինակը կարծում եմ 2016 թվականին բերել է կամ տրամադրել է մեզ Դոնալդ Թրամփը, ով քարոզարշավի ժամանակ ասել է գրեթե բառացիորեն հետևյալը. եթե ես դուրս գամ Նյու Յորք եւ ինչ որ մեկին ատրճանակով կրակեմ, ապա իմ աջակիցները կշարունակեն ինձ աջակցել։ Եվ նա հավանաբար ճիշտ էր, որովհետև ցանկացած բան աջակիցները պատրաստ են ներել նման բևեռացված կամ շատ այդ հանդուրժողականության շեմը շատ բարձր է, շատ բաներ են պատրաստ ներել, որովհետև դա իրենցն է եւ նվիրված է եւ դա արվում է առավել վե նպատակի հասնելու համար։ Տեսությունը այսքանով ամփոփենք։ Մյուս թեման հենց նույնի կիրառությունն է Հայաստանի վրա, այսինքն Հայաստանի դեպքի քննարկումն է։ Կարծում եմ սրանց հետո հարցեր կլինեն։ Ուրեմն քաղաքական բևեռացվածությունը Հայաստանում կամ ինչպես վերնագրել ենք ամեն ինչ կյանքի եւ մահվան հարցը, հետեւաբար ամեն ինչ ներելի է, այսինքն շարունակում ենք հենց այն կետից, որտեղ կանգնենք։ Եվ ըստ նախորդ խոսքիս կառուցվածքի վերսկսենք նույն հերթականությամբ, վերսկսենք տավտոլոգիայից, հա, այն բևեռացումը տեղի ունենում են տեղերում, որտեղ չկա բևեռացում, որն է Հայաստանի դեպքը։ Առնվազն 2000-ականների սկզբից Հայաստանում ազգային ժողովը ներկայացված է եղել բազմաթիվ կուսակցություններով, որոնց առաջնորդները անգամ շատ հաճախ ճամբարներ փոխելով մի կուսակցությունից մյուսն են հայտնվել, ընտրություններից առաջ ինչ տարբերություններ էլ եղել են, շատ հաճախ դրանք արագ մոռացվել են եւ ընտրություններից հետո մեծ կոնսենսուսային կոալիցիաներ են ձևավորվել,
գործադիր նախագահի շուրջը եւ գնալով ձևավորվել է կուսակցական կարտելային համակարգ, որտեղ ընտրողը նայելով կուսակցական համակարգի առաջարկին կարող էր տեսնել գրեթե նույն գույները, գրեթե նույն բանը։ Այո, բացառությունն են այստեղ նախագահական ընտրությունները մի քանի իրենց ներքին տրամաբանություններով, բայց կհամաձայնեք, որ նախագահական ընտրությունները նույնպես ունեցել են շատ իզոլացված տրամաբանություն եւ այդ տրամաբանությունը հետո չի շարունակվել հաջորդ պարլամենտական ընտրություններում օրինակ կամ դրանք էպիզոդիկ են եղել։ Այս ընթացքում ձևավորվում է մի քաղաքական էլիտա, mainstream, հիմնական կուսակցություններ, որոնց ընտրողը, ինչպես ասացի, նայելով տեսնում է գրեթե նույն բանը, չի տեսնում տարբերություններ, տեսնում է նմանատիպ շահերի հետապնդում, վերաճում եւ սերտաճում բիզնես շահերի հետ փոխշահավետ գործարքներով, որը մենք այսօր անվանում ենք օլիգարխիա, հա։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այս բազմակուսակցական համակարգը հենց նա է, որը Ջովանի Սարտորին անվանում էր բերի հող բևեռացման համար, չկա բևեռացում, բոլորը նույնն են, հետևաբար սա ստեղծում է հնարավորություն քաղաքական սպեկտրի լուսանցքներում գտնվող ուժերի համար առաջարկել mainstream-ից, հիմնական քաղաքականությունից ռադիկալ տարբերվող բան, ունենալ նման առաջարկ։ Եվ դա էլ տեղի ունենում 2018 թվականի գարնանը, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումը գալիս է մի խոսույթով, որը անվտանգայնացնում է, հա, այսինքն դուրս է բերում սովորական քաղաքականության խնդիրների շարքից եւ տանում է ծայրահեղ խնդիրների շարք, Սերժ Սարգսյանի կառավարման շարունակումը եւ այդ համակարգի վերարտադրումը։ Դա ներկայացնում է որպես գերագույն եւ գոյաբանական գրեթե խնդիր, որը պետք է կանգնեցնել։ Այսինքն քաղաքական ուժը նման խոսույթի միջոցով խնդրում է մանդատ արտակարգ միջոցներ կիրառել, ու այդ արտակարգ միջոցը հեղափոխությունն էր, հա, որի միջոցով այդ գոյաբանական խնդիրը ինչպես այն ձևակերպված էր, կանգնեցվեց։ Իշխանության փոփոխությունից հետո կամ հեղափոխության հաջողությունից հետո այս խոսույթը, այս անվտանգայնացումը շարունակվում է եւ խորանում է, որպես գլխավոր գոյաբանական սպառնալիք, այդ մեդալը տրվում է կոլեկտիվ նախկիններին եւ իրենց արած կամ իրենց դեմ արվող որոշ քայլեր արդարացվում են կամ դրա համար մանդատ է պահանջվում ժողովրդից, որովհետև դա խիստ կարևոր է, եթե չլուծենք ամեն ինչ կկորցնենք տրամաբանության մեջ։ Ինչ օրինակներ ունենք սրա, հա, ու սա այն դասագրքային անգամ խոսույթի ձևն է, որ կա կոռումպացված էլիտա, մենք գալիս ենք ներկայացնելու ժողովրդին, անգամ բառերը համապատասխանում են, հա, դասագրքային մոդելին ու հայտը ներկայացնում ժողովրդի իրական շահը իմանալու եւ ներկայացնելու ընդդեմ այս էլիտաների։ Այս անվտանգայնացված մոդելը, այսինքն ահա սպառնալիքը, եկեք կիրառենք արտակարգ միջոցներ, դառնում է կարելի ասել գրեթե ամենօրյա կամ փորձված եւ աշխատող, ու մենք ունենք սրա բազմաթիվ օրինակներ։ Օրինակ 2010 թվականի աշնանը, երբ ազգային ժողովի ուժերի կողմից ԱԺ կանոնակարգ օրենքում ինչ որ փոփոխություն մտցնելու քայլը հեղափոխական ուժերի կողմից դիտվում է որպես սաբոտաժ թույլ չտալու նոր ընտրություններ անցկացնել եւ ինչպես հիշում եմ ես այդ հայտարարությունը հակահեղափոխությունը երևակեց ու ժողովուրդը գիտի որ կա գոյաբանական սպառնալիք միանգամից մոդելը աշխատում է մարդիկ հավաքվում են ազգային ժողովի շուրջ ուշ երեկոյան որոշում է ընդունվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մի քանի ամիս անց 19-ի գարնանը երևակում է մեկ այլ գոյաբանական սպառնալիք դատական իշխանությունը եւ այն արտակարգ միջոցը, որը կիրառվում է, այդ դատարանների շրջափակումը, որը նույնպես այլ հավասար պայմաններում առնվազն հարցեր առաջացնող քայլ է։
որը նորմալ քաղաքականության մեջ, այսինքն չանվտանգայնացված ոչ կյանքի եւ մահվան սովորական քաղաքականության մեջ խնդրահարույց։ Եթե նայենք թե ինչպես է բաժանվում, ինչ բևեռների է սա հանգեցնում եւ ինչպես են բևեռները արձագանքում նման բաների, արդեն մի քիչ ավելի բյուրեղացված, ավելի հասունացված այս խոսույթը 2024 թվականի հունիսին, եթե չեմ սխալվում 24 թվականն էր։ Ազգային ժողովի դիմաց ցույցեր են, ոստիկանությունը կիրառում է հենց տեսեք բառն է անգամ համապատասխանում արտակարգ միջոց նռնակներ, որը եւ այդ գործողությունը խրախուսվում, գովերգվում է բոլոր նրանց կողմից, ովքեր աջակցում են տվյալ քաղաքական խումբը, բևեռը, եւ քննադատվում հակառակի կողմից։ Մենք նաեւ ունենք տեղական քաղաքասարակության եւ միջազգային կազմակերպություններ, ինչպես լրագրողներ առանց սահմանների, Human Rights Watch, Freedom House, որոնք քննադատում են այս։ Բայց սա արտարացված է, որովհետեւ սա արվում է կարևոր չարեկի դեմ, սա պետք է անել, հա, այս է տրամաբանությունը։ Այս խոսույթը ինչ որ պահի ավելի շատ պատերազմից հետո 20 թվականի ձեռք է բերում նաև արտաքին քաղաքական կողմ ու այս գոյաբանական սպառնալիքի առանձնացումը կամ ցուցադրումը կամ անվանարկումը նաև ստանում է արտաքին քաղաքական կոմպոնենտ։ Այսինքն մի կողմից այն կողմը սպառնալիք է, որովհետև ռուսական ագենտներ են, այն մյուս կողմից այն կողմը սպառնալիք է, որովհետև արևմտյան կամ թուրքական ագենտներ են։ Դե կներեք, եթե ագենտի մասին է խոսում, եթե այլ պետության շահերը սպասարկողի մասին է խոսում, այդտեղ էլ քաղաքականության մասին խոսք անգամ գնալ չի կարող, չէ՞։ Այդ արդեն ուրիշ կատեգորիայի քաղաքական խնդիր է։ Այս ամենը, խնդրում եմ միակողմանի մի նայեք, որովհետև այս ամենը հայելային կերպով արվում է նաև քաղաքական մյուս բևեռի կողմից։ Ու բևեռացման եւ պոպուլիզմի հիմնական խնդիրներից մեկը նաեւ այն է, որ ինքը չես կարող անել մենակով։ Երբ անում ես դա, սկսվում է պարուրաձև, գալարաձև մի գործընթաց, որ կողմերը պարզապես հայելային մեխանիզմով նույն բանը անում են միմյանց նկատմամբ, ուղղակի այն կողմը, ով ունի ավելի շատ աջակիցներ, այսինքն այն կողմը, ում համար այդ անվտանգայնացումը, դուրը ջարդելը արտարացված է, ում համար այդ տրամաբանությունը ավելի շատ է, դա ունի նաև ավելի շատ լեգիտիմություն, այսպես ասած, դիմելու արտակարգ միջոցների անելու բաներ, որոնք սովորական քաղաքականության պայմաններում այդքան էլ ընդունելի չէին լինի կամ կլինեին խնդրահարույց։ Ինչն է այստեղ առավել անհանգստացնող, մենք էլի համեմատական քաղաքագիտությունից սովորում ենք, որ բևեռացման հատկապես այն տեսակներն են պրոբլեմատիկ, վտանգավոր եւ դժվար հաղթահարելի, որոնք աֆեկտիվ են եւ անձնավորված, որոնք ինքնության մասին են։ Իսկ այս հետազոտության համար մեր արված հարցազրույցները թե իշխող թե ընդդիմադիր ուժերի պատգամավորների հետ ցույց են տալիս մի կրկնվող օրինաչափություն, մի կրկնվող արձագանք, որոնք ստանում ենք մենք քաղաքական գործիչներից, որ այս բևեռացումը եւ այս պայքարը տեսակների պայքար է։ Տեսակ բառը մեր հարցվածներն են ասել։ Այսինքն, այստեղ ինքնության խնդիր է անգամ իսկ, հարցը բնավ քաղաքական առաջարկի բովանդակության մասին չէ, այլ ի սկզբանե ապրիորի բացառվում է այդ կողմի հետ որևէ համագործակցությունը, որևէ չբևեռացված քաղաքականությունը, որովհետև հակառակ կողմի ինքնությունը ինքնին անընդունելի է, հետևաբար խոսքը անգամ չի կարող գնալ քաղաքականության մասին։ Գանք նրան թե ինչ վնասներ է սա հասցնում մեր պետության ու ժողովրդավարությանը։ Ինչպես ասացինք տեսության մեջ, բևեռացումը վնասում է վստահությունը։ Մենք ծանոթ ենք նախորդ տարիների հարցումներին, որտեղ տեսնում ենք, որ հանրային ինստիտուտների նկատմամբ կա շատ ցածր վստահություն եւ դա կարծես թե նաեւ անկման միտում ունի։ Հատկապես անհանգստացնող է այն, որ ամենացածր վստահության վարկանիշ ունեցող ինստիտուտների ցանկում է ազգային ժողովը եւ կուսակցությունները։ Իսկն երկու են ամենակարևոր բաները, որոնք պետք է աշխատեն մեր պարլամենտական հանրապետությունում, որտեղ առաջնային մանդատով օժտված է ազգային ժողովը եւ այդ մանդատը կիրառողները կուսակցություններն են։ Օրենքի ուժով միակ իրավունք ունեցողները այդ մանդատը կիրառելու։
Բացի ինստիտուտների հանդեպ վստահությունից, այսինքն ինչու է վստահություն կարող է, դե չես վստահում, ապա նաև իրենց կատարած ընդունած որոշումների կիրառման արդյունավետությունն է ընկնելու, հա, եւ դու չես մասնակցում դրանց։ Բացի այս, մենք տեսնում ենք վստահության եւ բևեռացվածության փոխկապակցվածության մեկ այլ դրսևորում քաղաքական ուժերի աջակցության հարցում։ Մենք տեսնում ենք, որ վերջին 4-5 տարիներին պատերազմից հետո թե ընդդիմությունը եւ թե իշխանությունը շատ տարօրինակ կերպով շարունակում են պահպանել գրեթե անփոփոխ վստահության մակարդակ։ Իրենց աջակիցների թիվը ըստ հարցումների գրեթե անփոփոխ է կամ գտնվում է ստատիստիկ սխալի սահմաններում, հնարավոր է պարզապես մի քիչ ավել դրանից։ Բայց այս 4-5 տարիների ընթացքում 1000 ու մի բան է տեղի ունեցել, հա, որի արդյունքում կարելի է ակնկալել որոշակի փոփոխություններ, բայց դա տեղի չի ունենում։ Սա շատ հեշտ բացատրելի է բևեռացման համատեքստում երկու պատճառով։ Մենք եւս մեկ բան գիտենք համատական քաղաքագիտությունից, որ այն ժողովրդավար ընտրողները, որոնք մեկ անգամ անցել են պոպուլիզմի միջով եւ հիասթափվել են, նրանք ունեն շատ բարձր իմունիտետ նոր պոպուլիզմի զո դառնալու։ Մեկ անգամ երբ արդեն անցել են այդ ճանապարհով, նրանք արդեն ճանաչում են, երբ որ տեսնում են, թե ինչ են իրենց առաջարկում։ Ինչպես ասեցի, թե իշխանությունը, թե ընդդիմությունը ներգրավված լինելով այս հայելային պոպուլիզմի մեջ, բնականաբար դառնում են անհետաքրքիր ընտրողների համար։ Իսկ ինչ ենք մենք տեսնում հարցումներից։ Եթե մինչ ընտրությունները իշխող ուժը ուներ մոտ 70-80% աջակցություն, հիմա դա տատանվում է գրեթե 25%-ի սահմաններում, իսկ ընտրողների մոտ 60%-ը որոշում է ընդհանրապես չմասնակցել, չի աջակցում որևէ մեկին, հա, ընտրությունների ժամանակ սրանց որոշ մասը ամեն դեպքում գնում ընտրում է, մոտ կեսը պարզապես հեռու է մնում քաղաքականությունից։ Այսինքն այս զուտ թվաբանությունը անելով մենք կարող ենք ենթադրել, որ այս մարդկանց զգալի մասը առնվազն աջակցել է հեղափոխությունը եւ մինչ պատերազմը աջակցել է իշխող ուժին։ Հիշում եք մի 10 տարի առաջ, երբ լինում էր որևէ քաղաքական ընդդիմադիր գործընթաց, որն էր հիմնական ասելիքը, որ իրանք չլինեն, արդեն լավ կլինի։ Այսինքն պահանջարկը քաղաքական չէր ձևակերպում լուծման տեսքով, այլ ձևակերպում էր պարզապես ինչ-որ հեռացման պահանջով։ Հիմա երբ տեղի են ունենում ընդդիմադիր շարժումներ, մարդիկ եթե անգամ համաձայն են շարժման արած ախտորոշման հետ, ասում են այս բանը սխալ է կամ այս բանը մեր սրտով չի, եթե անգամ մարդիկ համաձայն են դրա հետ, չեն միանում, մինչև չեն լսում լուծում, պահանջում են, հա, բայց դուք ինչ կանեք, հա, համաձայն ենք, բայց դուք ինչ եք առաջարկում։ Շատ հաճախ այդ առաջարկը նույնպես լինում է պոպուլիստական կամ ընդհանրապես չի լինում, եւ այս շարժումները հաճախ ցախողվում են, այսինքն վերադառնալով են իմ առաջին ասացին, որը մենք գիտենք համապատական քաղաքագիտությունից, մարդիկ, ովքեր ժողովրդավար արժեքներ կրող մարդիկ, ովքեր մեկ անգամ անցել եւ հիասթափվել են պոպուլիզմի միջով, նրանք ունեն իմունիտետ պոպուլիզմի հանդեպ։ Երկրորդ հանգամանքը, բացատրությունը, որը մենք ստանում ենք բևեռացվածությունից, թե ինչու չի փոխվում ընդդիմության եւ իշխանության վարկանիշը, դա այն Դոնալդ Թրամփի ասած տրամաբանությունն է։ Ինչ էլ անի այն ուժը, ում ես աջակցում եմ, ես շարունակելու եմ աջակցել իրեն, որովհետև այս իմ աջակցությունը այն V նպատակի համար է։ Կարող է, հա, սխալներ արել են, բայց ներենք, որովհետև սպառնալիքն էլ ավելի մեծ է։ Հա, սա շարունակաբար կրկնվող պտույտ է։ Եվս մի վնաս ունի վստահության հարցում, հանրային վստահության հարցում բևեռացվածությունը, ու այս մենք սովորում ենք, իմանում ենք ամերիկյան համալսարանի իմ գործընկեր Եվգենիա Պատուրյանի եւ այստեղ ներկա Սառա Մելքոնյանի հրատարակած նախորդ տարի հոդվածից, հանրային նախորդ տարի, 2 տարի առաջ, հանրային վստահության եւ ոչ միայն մասին հոդվածից, որտեղ իրենք տեսնում են օրինաչափություն, որ պատերազմից հետո
այն անհատ քաղաքական գործիչները եւ ինստիտուտները, որոնք ներգրավված են եղել բևեռացման մեջ կամ բևեռացվող քաղաքականության մեջ, իրենց հանրային վստահության ցուցիչը նվազել է։ Ով զբաղվել է բևեռացվածությամբ այդ ընթացքում կորցրել է հանրային վստահություն, հանրային ռեյտինգ։ Եթե այստեղ կա ինչ-որ մեկը ում այս թիվը, այս պնդումը հետաքրքիր է եւ ունի քաղաքական ռեյտինգի խնդիր, ապա օրինական առաջարկ՝ մի զբաղվեք բևեռացվածությամբ եւ ձեր վարկանիշը այդքան էլ չի ընկնի։ Կամ առնվազն կընկնի այլ պատճառներով, բայց ոչ դրա։ Սա նաև բևեռացումը նաև խնդիր է առաջացնում նոր ուժերի համար, այսինքն խնդիրը ոչ միայն այն լուր մեծամասնության, որ պարզապես ինքն իրեն հեռացնում է քաղաքականությունից որպես քաղաքացի, այլ նաև սա խնդիր է առաջացնում այն քաղաքացիների համար, ովքեր ուզում են մտնել ակտիվ քաղաքականություն, այսինքն կուսակցություններ, նոր ուժեր եւ այլն։ Ինչի, այստեղ պետք է վերհիշեն Կարլ Շմիդտին, ում սահմանած քաղաքական տրամաբանության ներքո է տեղի ունենում բևեռացումը։ Վերհիշենք, Շմիդտը ասում էր, որ քաղաքականը դա պայքարի ամենակարևոր, ամենաթեժ, ամենաաննահանջ ձևն է, որտեղ կան բացառապես թշնամիներ եւ բարեկամներ եւ ոչինչ մեջտեղում։ Դա տոտալիտար պայքար էր, որտեղ բոլորը պարտավոր են ընտրել, այս կողմում են թե այն կողմում։ Ու եթե մեր քաղաքական խոսույթը այս տրամաբանության մեջ է, ապա ցանկացած նոր դերակատար արագ թիրախավորվում է, արագ փնտրում են կապեր սարական նրա հետ ու վերագրվում ճամբարներից որևէ մեկին եւ հազար ու մի այլ խնդիրների պատճառով այս ուժերը կորցնում են իրենց լեգիտիմությունը, արագ դառնում սարական նրա մի մասը եւ այս անվանարկվում կարելի ասել, հա։ Նաեւ ընտրողի տեսանկյունից է սա։ Երբ ընտրողը տեսնում են նոր քաղաքական ուժ, միանգամից ինչ որ առաջին հարցը լինում է այս ինչական է, հա։ Կան նաև այլ խնդիրներ, օրինակ հանրային ծառայողի ինստիտուտի խնդիրը, քանի որ կրկին սա տոտալիտար է, բոլորը պետք է կողմ ընտրեն, ում կողմից են, հանրային ծառայողի ինստիտուտը պաշտպանված պետք է լինի քաղաքականությունից եւ չունենան քաղաքական կողմնորոշումներ կամ պարտադրված չլինեն դրա։ Մենք այս բևեռացման պայմաններում իմպլիսիտ անուղղակիորեն ճնշում է գործադրվում, գոյանում օդի մեջ կախվում հանրային ծառայողների եւ այլ նեյտրալ ստատուս ունեցող մարդկանց վրա, որոնք սահմանադրորեն կամ օրենքի ուժով պետք է վայելեն այդ նեյտրալիտետը, եւ սա բնականաբար վնասում է այդ ինստիտուտները։ Անվտանգայնացման գլխավոր խնդիրը իմ համար, եթե կուզեք իմ անձնական դիրքորոշումը նաև, որ ինչքան դու շատ անվտանգայնացնում ես, այնքան դու ավելի շատ կարիք ունես ուժային կառույցների։ Որովհետև եթե խնդիրները դառնում են անվտանգության ոլորտի, ուրեմն դրանով պետք է զբաղվեն անվտանգության ոլորտի մարմինները։ Բանակ, ոստիկանություն, հատուկ ծառայություններ, դատական իշխանություն, հա, եւ այդ դատական եւ ոստիկանների հրամանները կատարողներ եւ այլն։ Ավելանում է իրենց բյուջեները, մեծանում են այս ինստիտուտները, իսկ մենք գիտենք ելի համեմատական քաղաքագիտությունից, որ ինչքան որ երբ ստեղծվում եւ մանդատ է տրվում ուժային կառույցներին, նրանք իրենց գոյությունը բյուջեն հաստատողին համոզելու եւ ապացուցելու համար իրենք ցկտում են ցույց տալ եւ գտնել շատ ու շատ խնդիրներ, ցույց տալ, որ իրենց ուժը գործադրած արձարացված է, իրենց պետք է ավելի շատ զենք, իրենց պետք է ավելի շատ ֆինանսավորում, արձակուրդներ, գործուղումներ եւ այլն։ Իսկ երբ հասարակության ու քաղաքականության մեջ մեծանում է ուժայինների դերը, կարող ենք նայել մի շարք հարևան պետությունների հերու եւ մոտիկ, գիտենք թե սա ինչ վնասակար հետևանքներ կարող է առաջացնել ժողովրդավարության համար։ Բնականաբար այս ամենը միայն ամպլիֆիկացվում է, միայն ուժեղանում է սոցիալական մեդիայի պատճառով, ոչ միայն որովհետև այն հեշտ հաղորդակցման միջոց է, այլ նաև որովհետև սոցիալական մեդիայի ալգորիթմները ստեղծված են այնպես, որ միայն խորացնեն բևեռացումը։ Այսինքն, եթե դուք այս բևեռի մաս եք, դուք գրեթե բացառապես ձեր Facebook-ը, TikTok-ը կամ Instagram-ը ձեզ բերելու է բովանդակություն, content, որը համապատասխանելու է ձեր քաղաքական նախապատվություններին եւ ձեզ ցույց չի տալիս քաղաքական բազմազանության բոլոր նյուանսները եւ գույները։ Այսինքն ձեր ուզածը միմիայն գնալով խորանում է։ Սա նաեւ խնդրեմ է այն տեսանկյունից, որ հիշում եք, այս լոյալության վրա են հիմնվում, չէ՞, բևեռները։
Ու եթե իրենք ուզում են նոր ընտրողներ, իրենք պետք է փորձեն նոր ասելիք ասել, չբևեռացված դրական օրակարգ ունենալ, հա, որ այն 50%-ին հետաքրքիր լինեն։ Բայց եթե դա անեն իրենք կորցնելու են իրենց այն հիմնական աջակիցներին, որոնց թիվը չի փոխվել, հա, վերջին տարիների ընթացքում։ Այսինքն, որpիսի իրանց պահպանեն, իրենք շարունակում են բևեռացված քաղաքականությունը եւ դրանով իսկ ել ավելի բևեռացնում։ Այսինքն, ստացվում է սա մի հատ չարիքի շղթա, հա, որը թույլ չի տալիս դրանից դուրս գալ։ Ես ունեմ նաև լուծումներ, բայց դրանց մասին չեմ խոսի, որովհետև ժամանակի խնդիր կա, եթե հարցեր ունենաք լուծումների մասին, կպատասխանեմ։ Ուզում էի հարցնել, քանի որ առաջին մասում բանախոսության խոսեցիք ավելի շատ ծախերի ու աճերի մասին, թե ոնց է աշխարհում, ու հետաքրքիր է Հայաստանում ոնց է, որովհետև այն տպավորությունն է, որ Հայաստանում բոլոր քաղաքական ուժերը աճեն կամ չգիտեմ, ես որ անձամբ տենց չեմ տեսնում ոչ մի ծախական արժեհամակարգով կամ գաղափարախոսությամբ ելույթ ունեցող մարդիկ, ու այդ պատկերը շատ լղոզված է, ինչի նորմալ քաղաքական գաղափարական իմաստով քաղաքական խմբեր ձևավորված չեն, ու ինձ թվում է այս առումով նաև Գյումրիի ընտրություններն էր բավականին սյուր, որտեղ կոմունիստական կուսակցությունը ներկայացնում էր մեկը, որը, չգիտեմ, այդքան էլ կոմունիզմի հետ ոնց որ թե կապ չունի, հա, կուզում եմ այս մասով անդրադառնալ։ Այդ հարցի կարճ պատասխանը նա է, որ Հայաստանում պարզապես չկա գաղափարախոսացված կուսակցական համակարգ, մենք չունենք դասական աճ, դասական ձախ, վերադառնալով նրան այն կարտելային համակարգին Հայաստանի, բոլորը կենտրոնի շուրջ բոլորն են, երևի կենտրոն աճ ավելի շատ ուղղվածությամբ, բայց այդ էլ ձևական ոչ հիմնավոր բան է, որովհետև չեն կարող գտնել ինչ որ հիմնավոր գաղափարական հենք։ Եվ դա շատ տրամաբանական է բևեռացման պայմաններում, անգամ դժվար է ակնկալել, որ մենք ունենալու ենք աճ կամ ձախ, որովհետև ինչպես ես նշեցի, բևեռացման հիմնական տարբերությունը սովորական քաղաքականությունից, որտեղ աճ ու ձախը հնարավոր են, հենց նա է, որ քաղաքականության ձևը, կառուցվածքը հենց մենք ընդդեմ նրանցն է։ Կարևոր չէ ինչ հատկանիշներով։ Նախկին ներկա, ռուսական, թուրքական, կարող ենք այս մատրիցան վերցնել ու փոխել ինչ ուզում ենք դրա մեջ։ Այստեղ կարևորը դու այս թիմից թե այն թիմից։ Մնացած բոլոր հարցերը երկրորդական են սրան։ Կարող ենք անգամ մի հատ մտավարժան կանել, ես կարող եմ թվել մի 4 քաղաքականություն, 4 հարց, հա, ինչն է ճիշտ Հայաստանի համար, ու դուք մտքում իմանաք, այս բևեռը, դուք արդեն կասեք ինքներդ, այս բևեռը ինչ դիրքորոշում կունենա դրա հարցում, այն բևեռը ինչ դիրքորոշում կունենա հարցում, անկախ աճ, ձախ, վերև, ներքև լինելուց, որովհետև կրկին ամենակարևոր թե բովանդակությունը, թե ձևը քաղաքական համակարգի, դա մենք ընդդեմ նրանցն է։ Մնացած ամեն ինչ երկրորդական է։ Ու անգամ կարող են ձախն ու աճն էլ տեղերով փոխվել, բայց այն ամենը ինչ մենք քննարկեցինք նույնությամբ վերարտադրվելու է։ Ինձ մի փոքր բևեռացման գլոբալ պատկերն է հետաքրքիր, որովհետև բևեռացման գլոբալ պատկեր է, որտեղ երբ հիմա նայում ենք աշխարհին, թվում է թե բոլոր երկրներում կամ այն ինչին որ հետևում ենք, այդ երկրներում, այդ process-ներում բևեռացումը տեղի է ունենում, ու տենց մի հատ մեծ աշխարհը բևեռացման սուպերցիկլի մեջ է։ Ինձ հետաքրքիր է եղել են տենց պատմական նախադեպեր, ենթադրում եմ, որ եղել են օրինակ մինչև համաշխարհային պատերազմները, ու արդյոք այդ սուպերցիկլերի ավարտը տենց խոշոր պատերազմներն են, որ տենց լիցքաթափում է այդ բևեռացումը ու տենց զրոյական էջից սկսվում է ամեն ինչ։ Չունեմ նման ապացույց այդ բնման համար, բայց շատ տրամաբանական հիպոթեզ է կառաջարկում։ Այո, այդ ուժեղ հենց գաղափարական բևեռացումները աճ-ձախ համաշխարհային պատերազմից, հատկապես երկրորդից առաջ շատ ծայրահեղ դրսևորումներ են ունեցել։ Կարող ենք փորձել գտնել տրամաբանական կապ, թե ինչու է հենց այդպես եղել, որովհետև բևեռացումը ռադիկալացնում է ուժերը, իսկ ռադիկալացված քաղաքականությունը բնականաբար բարձրացնում է պատերազմի հավանականությունը, չէ՞։ Մենք դրա չեմ ասում սա է պատերազմի պատճառը, բայց մենք դրա արտահայտումը մեր մոտ ենք տեսել։ Երբ հեղափոխությունից հետո իշխող ուժը քննադատվում էր որպես ոչ բավականաչափ հայրենասեր, եւ այդ ճնշման տակ հայրենասերությունը ապացուցելու համար ինքն էլ, ինչպես ասած, չէ, պարուրաձև է, հայելային կրկնում են իրար։ Իր հայրենասերությունը ապացուցելու համար որտեղում է ել ավելի ծայրահեղ ազգայնական քաղաքականություն։
ինչը բնականաբար առնվազն խաղաղությանը չի նպաստում, չէ՞։ Այսինքն ռադիկալացնելով բոլոր կողմերին ու եթե սա տեղի է ունենում իրար հարևան ու թշնամի պետություններում, հավանաբար չի բացառվում, որ մի օր մի տեղից կարող է սա պայթել։ Հիմա սա շատ ավելի վատ վիճակում է, ինձ թվում է, քան 100 տարի առաջ էր կամ նախորդ 100-ամյակում, որովհետև տեխնոլոգիաները այսօր էլ ավելի նպաստում են այդ բևեռացմանը։ Ոչ միայն տեխնոլոգիաները, այլ նաև քաղաքական ինքնարտահայտման միջոցները շատ ավելի բազմազան են ու հասանելի են այսօր։ Իսկ եթե 30-ականներին կան ինչ-որ մի ռադիկալ ձայն, որը իր փակ սոցիումում մնում էր ու առանձնապես ազդեցություն չէր ունենում մեծ քաղաքականության վրա այդ համույթի, ապա այսօր այդ քաղաքական մասնակցությունը, այդ ռադիկալիզմի ռեալիզացիան շատ ավելի հեշտ է։ Իսկ հիմա ավելի վտանգավոր ու մենք տեսնում ենք միջազգային քաղաքականություն բռնության աճի, պատերազմների կրկին չեմ կապում սա պատճառը հետևանքային կապով, բայց այդ հիպոթետիկ տրամաբանությունը տեսնում եմ, որ առնվազն չի օգնում խաղաղությանը բևեռացումը։ Եթե իհարկե բոլոր երկրներում չեն գալիս իշխանության խաղաղասեր բևեռները, հա, իրենք ռադիկալ խաղաղասերները, որը իհարկե տեղի չի ունենում։ Դուք ասացիք, որ կա 60% ընտրազանգ, որը չի տեսնում քաղաքական, որին կուզենար իր ձայնը տալ։ Այսինքն կա պահանջարկ որևէ քաղաքական ուժի, այդ 60%-ը հավանաբար պատկերացնում է կամ դրա մի մասը պատկերացնում է, թե ինչպիսի քաղաքական ուժ լիներ, որին ինքը կհավատար, բայց չկա առաջարկ։ Ձեր կարծիքով ինչու չկա այդ երրորդ ուժը, որը կարող էր այդ 60%-ի ինչ-որ մի մասի համակրանքը վայելեր, եւ սրանից ածանցվող եւս մի հարց, արդյոք դուք չեք տեսնում իշխանության եւ այսպես կոչված ընդդիմության համագործակցություն, որպիսի այդ երրորդ ուժը չառաջանա։ Եթե տեսնում եք, որտեղ եք տեսնում եւ ինչ անել, որպիսի այդ երրորդ ուժը առաջանալու առողջ միջավայր ձևավորվի։ Չնայած ահագին քիչ ժամանակ է մնացել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, այդ 60-65%-ը, որ ասում, դա հաղում եմ անում IRI Միջազգային Հանրապետական ինստիտուտի վերջ տարիների հարցումներին, պարզեցրեցի ես այդ 60-65 ասելով, իրականում դա բաժանվում է նրանց, ովքեր դեմ են բոլորին, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, հրաժարվում են պատասխանել կամ պատասխանում են չգիտեմ, որոնք որակապես իրարից մի քիչ տարբերվում են, բայց չտրվենք այս բանի դետալներին, ու ինչպես ասացի, այս 60-65%-ի մի մասն էլ իրականում ընտրության օրը գնում մասնակցում է քվեարկություններին, այսինքն մոտ մի 50%-ի մասին է խոսքը։ Այո, ինչ որտեղ սա երևի առաջարկ, երևի պահանջարկ է, թեև չեմ կարող սա պնդել, որովհետև մենք չգիտենք սա պարզապես ապաթիա է, այսինքն խաչը քաշվել ամեն ինչի վրա, թե ուղղակի չեն տեսնում ում արժի աջակցել։ Այս որակական տարբերության պատասխանը մենք դեռևս չունենք ու կարծում եմ շատ կարևոր հետազոտություն կլինի, որին ես սպասում եմ չեմ անում ու ուզում եմ ուրիշները անեն, ուսումնասիրել հենց այս սեգմենտին հասարակության հասկանալ ով են իրենք եւ ինչ են ուզում։ Նոր ուժեր հաճախ առաջանում են, բայց ինչպես ասացի, իրենք կամ ինքնուրույն գնում միանում են կամ ասոցացնում են իրենց բևեռներից որևէ մեկի հետ, տարբեր ձևերով, ուղիղ կամ անուղղակի, եւ միևնույն ժամանակ այս բևեռացվածությունը շմիտյան տրամաբանությամբ, հա, ես որ պարտադիր ուզում եմ լինի, այս Շմիդտի ասածը չափազանց վատ բան է, որ քաղաքականությունը պատերազմ է կան միայն թշնամիներ ու բարեկամներ։ Սա այնքան վատ բան է, որ հետագայում հիմք հանդիսացավ Հիտլերի, ֆաշիզմի եւ Եվգենիկաների արտարացման համար, հա։ Այսինքն սրանից որևէ լավ ինտելեկտուալ անգամ ակրոբատիկայով պետք չէ զբաղվել, այս կատեգորիկ վատ բանի մասին ենք խոսում, հա։ Քանի որ այս այդքան կատեգորիկ վատ բան է, մարդիկ երբ փորձում են քաղաքական հայտ ներկայացնել, ինչպես ասացի, իրենց արագ սեղմում են այս կամ այն բևերի շուրջը, հակառակ բևերի կողմից, հա, եւ արագ իրենց մոտ ապալեգիտիմացման գործընթաց է գնում։ Ձեր ասած կոնսպիրացիան, արդյոք չկա իշխող եւ ընդդիմադիր ուժերի միջև համագործակցություն, բնականաբար չգիտեմ, այդ իրենք կիմանան համագործակցություն են առումով, որ այս բևեռացումը
օգուտ է երկու բևեռներին էլ պապանելու իրենց աջակիցների բջիջային զանգվածը, չկորցնել իրենց, որովհետև քանի դեռ կա մյուսը, մենք արդարացնում ենք մեր գոյությունը, չէ՞։ Մենք կանք, որովհետև պետք է փայկարենք այն մեծ չարիքի դեմ։ Բայց միևնույն ժամանակ, ինչպես ասացի, հենց այս տրամաբանությունն է, որ իրենց թույլ չի տալիս նոր աջակիցներ ներգրավելուն։ Արդյոք կա նման պայմանավորվածություն, չեմ կարծում, բայց տրամաբանորեն այո, իրենք այս բևեռացումից երկուսն էլ մասնակիորեն շահում են։ Ինչ կարող են առաջարկել, այս լուծումների մեջ կարող են գտնել, թե ինչ կարող են առաջարկել, ինչ կարող անել նոր ուժեր, որպեսզի դուրս գան այս բևեռացման տրամաբանությունից եւ նոր առաջարկ ունենան։ Կարծում եմ, այստեղ երկու կարևոր առաջարկ կա։ Մեկը դա ու սա ապացուցվել է մի շարք տեղերում, որ աշխատել է։ Առաջինը դա դեմոկրատական ակնհայտ պրոդեմոկրատական առաջարկ ունենալն է։ Քաղաքականությունը կենտրոնացնել ժողովրդավարացման գործընթացների վրա, հա, ոչ թե այլ ոլորտներ, այլ խնդիրներ, արտաքին քաղաքականություն առավել եւս, որը ամենաբևեռացնողներից է այսօր, այլ հենց կենտրոնանալ այն բաների վրա, ինչը լավ է մեր երկրի ժողովրդավարությանը, ինչը վատ է մեր երկրի ժողովրդավարությանը, եւ երկրորդ կենտրոնանալ սոցիալական օրակարգերի վրա։ Այսինքն խոսել մարդկանց իրական խնդիրների մասին, որտեղ հարցը թե դու նախկին ես թե ներկա, ծագելու է խոսակցության 46-րդ րոպեում միայն։ Մինչ այդ դու խոսելու ես մարդու իրական խնդիրների մասին, որտեղ այդ մնացած բաժանարարգծերը ինչ որտեղ երկրորդական են։ Ուսա մի շարք տեղերում աշխատել։ Ու նաև սա խնդիրներից է, քանի որ առիթ եղավ, խոսեմ նաև ինստիտուցիոնալ պայմաններից, որ նպաստում է բևեռացմանը։ Մեր փակ ցուցակով համամասնական ընտրությունները, որտեղ ամբողջ ցուցակը, կուսակցության ցուցակը ներկայացնում է ամբողջ երկիրը, նպաստում է բևեռացման պապանմանը առնվազն։ Ինչ նկատի ունեմ այստեղ։ Լինելու համար այդ ցուցակում բարձր տեղ ընտրվելու համար, եթե ցուցակը կազմվում է կուսակցական առաջնորդների կողմից, դու պետք է լինես հնարավորինս բևեռացած քաղաքական գործիչ։ Առավոտից իրիկուն քո բոլոր ամբիոնները օգտագործես այն մյուս ուժին փնովելու համար։ Ասֆալտ, ջրի խնդիր, սոցիալական խնդիրներ, այս ամեն ինչը կարևոր չի։ Սա ձայն չի բերում այս տրամաբանության մեջ։ Եվ քանի որ մենք չունենք ուղիղ հաշվետվողականություն ընտրողի եւ ընտրվողի միջեւ, այսինքն եթե նախորդ ընտրական օրենսգրքով ես գիտեի ով է իմ падգամավորը ու եթե ինքը իմ խնդիրը չլուծել, անկախ նրանից ինքը որ կուսակցությունից է, ես հաջորդ ընտրություններին իմ ձայնը իրեն չէի տա կպատժի, այսինքն կօգտագործել ժողովրդավարության պատժիչ մեխանիզմը։ Հիմա դա չկա։ Ու լուծումներից մեկը հնարավորինս շատ քաղաքականությունը բերել խնդիրների այն մակարդակ, որտեղ իրենք կան։ Ու մեր ընտրական համակարգը դրան չի նպաստում։ Չի նպաստում դրան նաև բացարձակ մեծամասնություն ունենալու մեր պահանջը պարլամենտում, որը դժվարացնում է կամ այդքան էլ անհրաժեշտ չի դարձնում կոալիցիաները կարծում տրամաբանական հասկանալի է, չէ՞, որ եթե դու քեզ պետք են մյուսները որոշումներ կայացնելու համար, դու այդքան ռադիկալ չես լինի իրենց հանդեպ։ Բևեռացում այդքան էլ չի լինի։ Իսկ մեր մոտ կոալիցիայի կարիք գրեթե համարյա տեսականորեն չկա, որովհետև կայուն մեծամասնությունը շահելով, եթե անգամ դու այդքան քվեջ ես հավաքել, դու կարիք չունես կոալիցիա կազմելու, այնտեղ հա կա սցենար երկրորդ փուլ գնալուց ինչ որ մանր կոալիցիա կազմելու, բայց այդ այդքան էլ չեմ կարծում, որ օգնում է։ Շնորհակալություն։ Էլի վերադառնալով Հայաստանի օրինակի վրա, մի եզրահանգման եմ եկել, որ ներկա քաղաքական պայքարում հատկապես բևեռացման այդ լիդության այն ուժերը, որոնք կինում եղել են իշխանություն ու իշխանությունների ջանում ինչ որ քաղաքական մեծ մարտահրավերների են բախվել ու այդ մարտահրավերները իրենք ժամանակին չեն կարողացել լուծել, դա իրենց համար դարձել է տրավմա ու այդ տրավմայի ցուցան տա ցում ավելի խորացնել։ Այսինքն իրենք քաղաքական ուժերը նոր դաշտում ձևավորվում են իրենց քաղաքական տրավմաներից ելնելով ու դա
մարդկանց, որպեսզի գնան բևեռացման։ Պարագայում, եթե այդ իշխանությունները, ովքեր մտնում են նոր քաղաքական պայքարի մեջ, ունեն իրենց չհաղթարած քաղաքական տրավմաները, դրանով են պայմանավորում, հա, բևեռացվածությունը, այդ դեպքում նոր ուժերը ոնց կա այդ թակարդը չընկնեն, այսինքն չխաղան այս տրավմաների բևեռացման մեջ, ու հենց հասարակությունն էլ այս նոր ուժերին կարողանա գտնի։ Երևի հոկեբանին ուղղված հարցեր ավելի շատ քան ինձ։ Կա հետաքրքիր հիպոթեզ այդ նախորդ սոցիալիզացիայի հիման վրա սեփական նոր քաղաքական տեղայնացումը ընտրելու միտումը, հա, բայց չեմ կարողանում այս պահին այդ կապերը ուղիղ տալ։ Բնականաբար, հա, նախորդ փորձը ազդում է ներկա վիճակի վրա, բնականաբար եթե նախկինում խնդիրը եղել է բևեռի հետ, ապա դու ավտոմատ ոնց որ դառնում ես մյուս բևեռի մաս, բայց դրանից ավել կարծում չեմ կարող այս պահին պատասխանել։ Իսկ նորերին ասեցի, կենտրոնալ ժողովրդավարացման գործընթացների վրա, կենտրոնանալ սոցիալական իրական խնդիրների վրա, ներգրավել տեխնիկական թեմաներ, սա անգամ օգնում է բևեռացված ուժերին իրար հետ համագործակցել, հա, այսինքն եթե դու պարլամենտ ինչ որ մի ձև տանում հասցնում ես կանաչ օրակարգ, կարևային պանելների կարգավորման մասին մի օրենքի նախագիծ, ապա իրենք շատ լավ աշխատում են, համագործակցում են անգամ դրա շուրջ կամ նորմալ քաղաքական բանավեճ է տեղի ունենում։ Թեև այնքան ժամանակ մինչև կամերաները անջատված են, հենց կամերաները միանում են, այդ էլի վերադառնում է բևեռացման տրամաբանության մեջ։ Ոնց ասացի, ընտրակարգի փոփոխությունը կարող է օգնել դրան ու եւս մի բան կարող է օգնել բևեռացման խուսափումից կամ մեղմացումից, սա նույնպես աշխատել է այլ բևեռացած համակարգերում, դա բևեռների ներսում իրենց իսկ ջանքերով առաջնորդների փոփոխությունը, որովհետև այնքան լարված, տոքսիկ, արմատավորված, անձնավորված, ինչ որ հիշում եք, ասի տեսակների խնդիրը, ինչպես ասում են ուժերը իրենց փոփոխությունը ուժերի ներսից ինքնին տարբեր համակարգերում օգնել է մեղմել բևեռացումը, չգիտեմ մեր մոտ ինչքանով հնարավոր է դա որ աշխատի կամ ինչքանով մեր մոտ ուժերը պատրաստ կլինեն ներսից փոխել իրենց առաջնորդներին, բայց տեսականորեն այդ հնարավոր է։ Անցնենք վերջին թեմային, որը կփորձեմ մի քիչ կարճ կապել, որովհետև համ ձեր գլուխը չտանեմ, համ ես էլ մի քիչ հոգնեցի։ Ուրեմն մյուս թեման միջազգային հարաբերություններում բևեռների եւ դրանց վարքի մասին է։ Այս հետազոտությունը, որը շուտով հուսով եմ կուղարկենք խմբագրման, պատասխանում է կամ փորձ է անում պատասխանել հետևյալ հարցին. Ինչու Ռուսաստանն ու Իրանը ավելի կոշտ չեն հակադարձել եւ հակադարձում Արևմուտքի ազդեցության եւ ներկայության աճին Հարավային Կովկասում եւ մասնավորապես Հայաստանում։ Կարող եք ասել, իսկ ինչու պիտի արձագանքեին։ Ով է ասել, որ պետք է արձագանքեին, իսկ ես կպատասխանեմ, որ ասել է հույն փիլիսոփա եւ հրամանատար Թուկիդիդեսը, ով նայելով եւ ուսումնասիրելով Պելոպոնեզյան պատերազմները Սպարտայի եւ Աթենքի միջև ասում էր, որ Սպարտան տեսնելով Աթենքի ծագումը, հզորացումը, մեծացումը, այսինքն ընդունված կարգի փոփոխությունը, նախկինում Աթենքը թույլ էր, հիմա Աթենքը ուժեղանում եւ ավելի մեծ դեր է վերցնում իր վրա տարածաշրջանում, հանգեցրեց Պելոպոնեզյան պատերազմներին Սպարտա եւ Աթենքի միջև։ Այսինքն երբ խախտվում է կարգը, որտեղ մեկի դոմինանտությունը կամ դոմինանտությանը մարտահրավեր է նետվում մեկ այլ ուժի առաջընթացով, դա բերում է պատերազմի։ Այսինքն սա Գրեհեմ Էլիսոնը քաղաքագետ մի քանի տասնամյակ առաջ նկարագրել է որպես Թուկիդիդեսյան ծուղակ կամ թակարդ, ըստ որի ծագող ուժի եւ գերակա ուժի միջև բախումն անխուսափելի է։ Բերելով սա մեր տարածաշրջան, գերակա ուժը, դոմինանտ ուժը տարածաշրջանում եղել է Ռուսաստանը, իր շահերը կիսող առնվազն արևմուտքին զսպելու հարցում շահերը կիսող դաշնակից է այս հարցում Իրանը։ Վերջին տարիներին մենք տեսնում ենք արևմտյան ազդեցության աճ,
կարող ենք թվարկել Թուրքիայի ներկայության ավելի մեծ աճ եւ ազդեցություն, Եվրամիության դիտորդներ գետնի վրա, ավելի խորը համագործակցություն, ռազմական անգամ համագործակցություն, թե ԵՄ անդամ պետությունների հետ, Միացյալ Նահանգների հետ զորավարժություններ, TRIP, ռազմավարական եւ այլն, հա, մոտավորապես ինձ թվում է բոլորս էլ գիտենք ինչի մասին է խոսքը, չմոռանամ։ Մենք նաև գիտենք ռեալիզմի դպրոցից միջազգային հարաբերությունների, որ խաղաղությունը ապահովվում է, երբ համակարգում կա ուժային բալանս։ Երբ ուժային բալանսը խախտվում է, այսինքն կա մեկ հզոր եւ մեկ ուժեղ այն աստիճանի, որ պատերազմի գինը էժանանում է, այսինքն այնքան ուժեղ են, որ հեսա քեզ արագ կհաղթեմ, պատերազմը դառնում է հավանական։ Այսինքն թույլ կողմերը միշտ միջազգային հարաբերություններում ըստ ռեալիզմի ձգտում են բալանսավորել ուժեղացող կողմին, որ հանկարծ նա չլինի այնքան ուժեղ, որ լինի պատերազմ։ Սա օրինակ է սառը պատերազմը, երբ երկու բևեռները անընդհատ մրցավազքի մեջ էին զինվելու, որպեսզի մյուսը հանկարծ ավելի ուժեղ չլինի։ Ու սա ապահովում էր գլոբալ մակարդակում խաղաղությունը։ Կամ մեկ այլ օրինակ է 19-րդ դարի Վիեննական միջազգային հարաբերությունների համակարգը եւ Վիեննայի կոնգրեսից հետո այդ եվրոպական կոնցերտը, ինչպես ասում են, արագ փոխվում էին Եվրոպայում դաշինքները, երբ հայտնվում էր մեկ դոմինանտ, մյուսները իրար այդ դաշինքներ էին կազմում, որ թույլ չտան այդ մեկ դոմինանտը բոլորի վրա հանկարծ իշխի։ Ուժը բալանսավորվի։ Ու ռեալիստները բախվեցին մի խնդրի, ովքեր այս ամեն ինչը ասում էին, որ ուժը միշտ բալանսավորվում է, իրենք սառը պատերազմից հետո բախվեցին մի խնդրի, երբ Միացյալ Նահանգները դարձավ միակ գերտերությունը ու աշխարհը կարծես թե առանձնապես չէր շտապում բոլորով համախմբվել ընդդեմ Միացյալ Նահանգների։ Դա տեղի չէր ունենում։ Ռեալիստները եկան տալու 3 հնարավոր բացատրություններ, որոնք առաջարկելով ասեմ, ոչ մեկն էլ առանձնապես համոզիչ չէին։ Նախ առաջի բացատրությունը այն էր, որ բալանսավորելու միանալու են ընդդեմ Միացյալ Նահանգների, ուղղակի դա լինելու է դանդաղ ու մի փոքր ավելի ուշ, սպասեք։ Այդքան էլ այդպես չեղավ։ Հաջորդ բացատրությունը այն էր, որ Միացյալ Նահանգները ուղիղ չի սպառնում այլևս այլ պետությունների, չի մտնում հակամարտության որևէ մեկի հետ ուղիղ, այլ օգտագործում է տարբեր տեղերում իր դաշնակիցներին իր հարցերը իրենց միջոցով լուծելու համար։ Սա անվանում են միջազգային հարաբերություններում օֆշորային բալանսավորում, ուրիշի ձեռքով, հա։ Ինչ որտեղ սա բացատրելի է, այո, եւ երրորդ բացատրությունը դա Ամերիկայի Միացյալ Նահանգների benign intentions կամ բարի մտադրությունների շնորհիվ էր բացատրվում, այսինքն Միացյալ Նահանգները այնքան բարի ու լավ ու չսպառնացող գերտերություն են, որ որևէ մեկը չի տեսնում իրենից սպառնալիք եւ հետեւաբար չի տեսնում կարիք միավորվելու ընդդեմ նրա։ Դրա կարիքը չկա։ Այս տեսությունը նույնպես շատ շուտ ջախջախվեց, երբ սկսվեցին մի շարք պատերազմներ Մերձավոր Արևելքում եւ ոչ միայն։ Ուրեմն այս անոմալիան բացատրելու համար, թե լավ, հիմա ընդհանրապես չեն բալանսավորում, թե պետք է սպասենք, որ բոլորով համախմբվեն Միացյալ Նահանգների դեմ, մի շարք տեսաբաններ այս կեղծ դիխոտոմիան մերժեցին ու առաջարկեցին փափուկ բալանսավորման տեսությունը, այսինքն մի բան, որը գտնվում է մեջտեղում։ Կոշտ բալանսավորումը դա ուղիղ առճակատումն է, փափուկը հիմա կասեմ ինչ։ Ըստ Պեպե եւ TV Poll-ի, ովքեր հիմնական տեսաբաններից են փափուկ բալանսավորման, պետությունները, որոնք խուսափում են հզորների հետ ուղիղ առճակատումից, փորձում են զսպել, հետաձգել, դանդաղեցնել եւ այլ միջոցներով բալանսավորել հզորներին այնպիսի միջոցներով, որոնք այնքան կոնֆլիկտային չեն եւ ուղիղ չեն։ Դրա համար իրենք օգտագործում են տարատեսակ միջոցներ, ինչպիսիք են ներառական կամ մեկուսացնող միջազգային կառույցները, ժամանակավոր թույլ կամ ոչ ֆորմալ դաշինքները, տնտեսական քաղաքականությունը, սանկցիաները, նախազգուշացնող ազդանշանները կամ signaling եւ տարածքային մերժումը, որը ռազմական տերմին է ավելի շատ, denial, այլ կերպ ասած։ Ուրեմն, այսինքն իրենք չեն կարող մտնել ուղիղ առճակատման մեջ, չունեն այդ կարողությունը, բայց նաեւ ուզում են ինչ-որ մի բան անել, որպեսզի այս ծագող ուժի գերակայությունը դանդաղեցնեն, զսպեն, ուշացնեն, ինչ-որ մի կերպ կառավարեն։ Ու իրենք անում են այս բաները։ Հիմա կբացատրեմ ինչ նկատի ունեմ։
բայց վերադառնալով այս յուրաքանչյուրը կբացատրեմ, բայց վերադառնալով մեր դեպքին, եթե վերաձևակերպենք հետազոտության հարցը, ապա դա կարող ենք ասել հետևյալ կերպ. Ինչու Ռուսաստանը 2008 թվականին մտավ պատերազմի մեջ Վրաստանի հետ, եւ ինչու դրան հերավոր մոտիկություն ունեցող իրավիճակ չէ այսօր։ Ինչու է Ռուսաստանը այն ժամանակ արձագանքել որպես կոշտ բալանսավորման միջոցներով, իսկ հիմա ոչ։ Նախ Ռուսաստանն է փոխվել այդ ընթացքում, դրան դեռ կանադառնանք, բայց վերադառնանք տեսությանը։ Որպեսի աշխատի, իսկ այստեղ մենք այս փափուկ բալանսավորման համար նկատի ունենք երկու պետություն՝ Ռուսաստանը եւ Իրանը, որոնք կիսում են այն շահը, որ արևմուտքը պետք չի այստեղ շատ ներկա լինի, հա։ Որպեսի այս փափուկ բալանսավորման դաշինքները աշխատեն, պետք է 3 պայման։ Դաշնանքի մաս կազմողները պետք է ունենան նույն առաջնահերթությունները։ Այսինքն նույն ձևով կարևորեն խնդիրը։ Նրանք պետք է ունենան սպառնալիքի նույն ընկալումը, այսինքն երկուսն էլ սպառնալիքի աղբյուրին նայելուց տեսնեն նույն սպառնալիքը, հա։ Երկուսն էլ համարեն, որ դա իրենց սպառնում է։ Եվ երրորդ պետք է լինի կոորդինացիա։ Այսինքն իրենք պետք է վստահ լինեն, այ որ ես սրեցի իրավիճակը, էսկալացրեցի, այսինքն իմ համար կարող է վատ բաներ լինեն։ Ես պետք է վստահ լինեմ, որ այն մյուս դաշնակիցը նույնպես գալու է իմ հետ այս պայքարի մեջ մտնի, որ հանկարծ մենակ չմնամ, որովհետև մենակ շանս չունեմ, հա։ 3 հարցում էլ կա խնդիր Իրանի եւ Ռուսաստանի միջև։ Նախ նույն առաջնահերթությունները չկան։ Երկուսն էլ, եթե Ռուսաստանի համար առաջնահերթությունները Ուկրաինա, Եվրոպա եւ այլն, Իրանի համար Մերձավոր Արևելք եւ վերջին տարիներին չմտնենք լուրերի դաշտ, ինձ թվում է բոլորը պատկերացնում եք ինչի մասին է խոսքը։ Սպառնալիքի նույն ընկալում։ Եթե անգամ Իրանը եւ Ռուսաստանը ընկալում են արևմուտքի ներկայությունը հարավային Կովկասում որպես սպառնալիք, արևմուտքը նրանց համար տարբեր բաներ են։ Եթե Ռուսաստանի համար Թուրքիան դժվար գործընկեր է, ապա Իրանի համար Թուրքիան ՆԱՏՕ անընդունելի ռեգիոնալ խաղացող է։ Իրենք նույն ծավալով չեն ընդունում Թուրքիան որպես սպառնալիք, հետևաբար անտեղին է ակնկալել, որ Ռուսաստանի եւ Իրանի արձագանքը Թուրքիային լինելու է նույն կերպ։ Եվ իրենք ունեն կոորդինացիայի խնդիր, այսինքն նույն բաները իրար հետ լավ դաշնակիցների պես անելու խնդիր, որի հիմքը վստահության բացակայությունն է, ինչը գալիս է պատմական աղբյուրներից դեռևս ռուսական կայսրության կողմից Պարսկաստանի դուրս մղում եւ այլն, մինչեւ վերջերս շարունակվող խնդիրները, Սիրիայում կոորդինացիայի ոչ համոզիչ լինելը եւ այլն։ Այս ամեն ինչը շարունակվում է, այսինքն այս դաշինքը այնքան էլ անվերապահ դաշնակիցների մասին չէ։ Ու վերջին տեսական նկատառումը մինչև բուն կիրառմանը մեր տարածաշրջանում անցնելը, այստեղ կա եւս մեկ խնդիր։ Իրանը երկար տարիներ իր շահերը հարավային Կովկասում պաշտպանելու համար, մասնավորապես արևմուտքին այստեղ թույլ չտալու շահը ապահովելու համար, արտապատվիրել է այդ պատասխանատվությունը, outsource է արել այդ պատասխանատվությունը Ռուսաստանին, հույսը դնելով Ռուսաստանի ավելի շատ եւ ուժեղ լծակների վրա տարածաշրջանում եւ համարելով որ Ռուսաստանը այդ հարցը կլուծի։ Միջազգային հարաբերություններում սա անվանում ենք bug passing, սա որ մի տերմին է, որ գալիս է պոկերից, որտեղ մի սարք դանակի շեղի նմանվող փոխանցվում է ուրիշին, որպեսզի պատասխանատվությունը նա կրի։ Դու չես անում, տալիս ես, գցում ես ուրիշի վրա, այլ կերպ ասած։ Սա եւս կարծում եմ խնդիր է առաջացրել Ռուսաստանի եւ Իրանի համատեղ փափուկ բալանսավորման համար։ Եվ առաջնահերթությունների մասին արդեն խոսեցինք։ Ինչ ենք առաջարկում ենք այս հետազոտությամբ, առաջարկում ենք վերջին տարիների հարավային Կովկասի տարածաշրջանային քաղաքականության պատմության ինտերպրետացիա, որը հետևյալն է։ Ռուսաստանը եւ Իրանը տարիներ ի վեր, արդեն կարելի ասել մոտ 10-15 տարի, հիմա կտեսնեք թե ինչու, անցել են մեր տարածաշրջանում կոշտ բալանսավորման արճակատման քաղաքականությունից փափուկ բալանսավորման քաղաքականություն։ Նրանք ու այս ընթացքում Իրանը bug passing է արել, հա, արտապատվիրել է այդ գործառույթները Ռուսաստանին։ Տառապելով կոորդինացիայի բացակայությունից, տառապելով այլ առաջնահերթություններ ունենալուց եւ այլ սպառնալիքների ընկալումներ ունենալուց, իրենք նույն ձև
եւ ուժեղ պատասխան չեն տվել առաջին հերթին Թուրքիայի աճին տարածաշրջանում, որը գնալով հետո խորացել է նաեւ արևմուտքի ներթափանցմամբ։ Տեսնելով, որ Ռուսաստանը չի կատարում իր այն պատասխանատվությունը, որ Իրանը թողել էր Ռուսաստանին, Իրանը այս արտապատվիրած գործառույթները կամաց գնալով իրեն է հետ վերցնում եւ փորձում է ինքնուրույն անել, բայց իր մոտ էլ դա չափազանց լավ չի կարող ստացվել, որովհետեւ ինքն էլ ունի այլ առաջնահերթություններ եւ բախվում է սեփական խնդիրների հետ երկրի ներսում եւ տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ Իրանն ու Ռուսաստանը շարունակում են խուսափել ուղիղ առճակատումից եւ անում են եւ փորձում են ապահովել իրեն շահերը հարավային Կովկասում փափուկ բալանսավորման միջոցներով։ Հիմա այսքան որ ասում են փափուկ բալանսավորում, ինչ է դա։ Առաջին գործիքը փափուկ բալանսավորման միջազգային կառույցների օգտագործումն է, ներառական եւ իզոլացնող։ Ներառական կառույցները նրանք են, որոնց մեջ քո հակառակորդներին կամ նրանց, ում վրա ուզում ես դու իշխանություն գործադրել, դու առաջարկում ես որոշ օգուտներ այդտեղ լինելու, այդ կառույցում լինելու համար քո հետ, որpիսի դու դժվարացնես կամ դանդաղեցնես այլ ուժի կողմից քո դաշնակիցների գողացումը ճակերտավոր։ Հայաստանի դեպքում, Ռուսաստանի վարած քաղաքականության պայմաններում դա ԵԱՏՄ-ն է, որից Հայաստանը քաղել է տնտեսական օգուտներ եւ որի մեջ լինելը իրավականորեն անհնար է դարձնում Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը, որովհետեւ իրավականորեն դու չես կարող լինել երկու մաքսային միություններում։ Այսինքն, քանի դեռ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միությունում եւ մաքսային միությունում, Ռուսաստանում կարող են վստահ լինել, որ Հայաստանի հեռացումը իրենից դանդաղ կլինի։ Կամ առնվազն դրա համար առաջին հերթին պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Այլ կառույցներ, որոնք ունեն այս գործառույթը, ԱՊՀ-ն է, որում կա նաև Ադրբեջանը, Շանհայյան համագործակցության կազմակերպությունն է, որում ունենք երկուս էլ նույն ստատուսը, դիմաց եւ մերժված, BRICS-ը, որտեղ ինչ որ դիտորդական այցելություններ են ունենում եւ այլն։ Գանք իզոլացնող կազմակերպություններին։ Իզոլացնող կազմակերպությունների տրամաբանությունը հետևյալն է։ Քո շահերի գոտին մտցնել այդ կազմակերպությունների մեջ, որի շնորհիվ դրա մեջ եղածները չեն կարող լքել եւ դրսինները չեն կարող մտնել։ Ինչ նկատի ունեմ։ Սա հապկն է։ Քանի դեռ Հայաստանը ցանկացած սառեցրած կամ տաքացրած կարգավիճակով գտնվում է հապկի մեջ, հապկը եւ դրա անդամ պետությունները պետք է ապահովեն տրամադրեն կոնսենսուս, միայն կոնսենսուսի պարագայում Հայաստանում կարող է տեղակայվել այլ պետության ռազմաբազա։ Անկամ հետս առեցած այդ կարգավիճակը։ Այսինքն, պահելով ռազմական դաշինքների մեջ, ինչ կարգավիճակով է լինի, դու դժվարացնում, դանդաղեցնում ես այլ պետության ռազմական ներկայությունը այդ տեղը։ Սա այլ իզոլացնող կառույց։ Իրանի դեպքում ինչ որտեղ իզոլացնող եւ ինչ որտեղ ներառական կառույցը 3+3 է։ Հիշում եք, ինչպես ասացի, իրենք այս գործառույթները հետ վերցրեցին, նախաձեռնողականությունը հետ վերցրեցին ու սկսեցին քայլեր ձեռնարկել։ 3+3-ը ձևավորվեց Արցախյան երկրորդ պատերազմից հետո Իրանի ակտիվ մասնակցությամբ, որի պոստուլատներից մեկը տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանային պետություններով։ Արտատարածաշրջանայինները գործ ունեն մեր հարցերը լուծելու հարցում։ Թեև սա պարտադրելի ձևաչափ չէ, բայց սա փորձ է ներառելու տարածաշրջանի պետությունները պահելու մոտիկ եւ դրսի դերակատարներին հերու պահելու։ Մյուս գործիքը փափուկ բալանսավորման դա տնտեսական համագործակցությունը կամ տնտեսական գործիքներն են, որոնք եւ խրախուսիչ են եւ պատժիչ։ Հայաստանի դեպքում դրա խրախուսիչ կոմպոնենտը այն է, որ Հայաստանի մի շարք արտադրանքներ սպառելի են ռուսական շուկայում, այսինքն ռուսական շուկան տնտեսագետները թույլ չեն տա խաբել, ռուսական շուկան հայ արտադրողին եւ հայ տնտեսությանը թույլ է տալիս ինչ որ շահագրգիռ պայմաններ, որը շահագրգռում է Հայաստանին մնալ Ռուսաստանին ինչ որտեղ մոտ։ Եվ նաև դա է պատճառը, որ ինչքան էլ հապկի հետ մեր հարաբերությունը սառեցված են, ԵԱՏՄ-ում կարծես ամեն ինչ այդքան էլ վատ չէ։ Բայց սա նաև գալիս է իր սանկցիաներով։
տնտեսական սանկցիաներով, որոնք պատժում են, եթե տեսնում են, որ այս իր շահերի գոտին հեռանում է իրենից։ Այսինքն, սա այն դեպքերն են, երբ Հայաստանի քաղաքականությունը կարող է դուր չգալ Ռուսաստանի եւ հանկարծ մենք բարձվում ենք, որ մեր արտահանած տոմատի հյութի մեջ կա բակտերիա, որը հաճախ իսկապես կա, բայց մի ժամանակ պետք է կա, մի ժամանակ պետք չէ չկա։ Այս մյուս միջոցներից է։ Մյուս գործիքը փափուկ բալանսավորման դա նախազգուշացնող ազդանշաններն են կամ signaling։ Ինչ է սա? Սա մեթոդներ են դիվանագիտական կամ հայտարարությունների տեսքով կամ գետնի վրա օրինակ զորավարժությունների տեսքով, որոնք ազդանշան են ուղարկում, որ եթե դուք փորձեք մեր շահերին հակառակ բան անել, դա ձեր վրա ծանր կնստի։ Գինը բարձրանում է այդ նման գործողությունների։ Այսինքն, Ռուսաստանից մենք երբ լսում ենք արևմուտքի հետ հարաբերությունների մասին, որ Հայաստանը ուկրաինազացնում են, այսինքն ահա թե ինչ կարող է լինել, դա կանխազգուշացնող ազդանշան է, որ դանդաղեցրեք կամ մի արեք, հա։ Զորավարժությունների տեսքով, երբ Իրանը խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության մասին որպես կարմիր գիծ եւ զորավարժությունները անցկացնում իր հյուսիսային սահմաններում Սյունիքի տակ, սա ազդանշան է բոլոր նրանց, ովքեր սպառնում են դա, հա։ Եթե անեք, այ մենք քնած չենք, մենք նայում ենք։ Իհարկե այս ամենը կարող է եւ չաշխատել եւ պարտադիր չէ որ աշխատի։ Զսպումը միջազգային հարաբերություններում տարօրինակ բան է, այն աշխատում է, մինչեւ չի աշխատում։ Այսինքն դու բարձրացնում ես գինը հայտարարություններով, քո զենքով, քո ամեն ինչով, որ հանկարծ դիմացինը չհարցակվի, բայց եթե հարձակվեց, արդեն բարձրը չաշխատեց, հա։ Եվ վերջին բանը տարածքային մերժումը, հա, կամ denial-ը, որը ռազմական տերմին է, ռազմագիտությունից վերցրած, սա այն քայլերն են, որոնք ապրիորի ի սկզբանե անհնարին են դարձնում հակառակորդի կողմից հարձակման անցնելը։ Այսինքն դու վերացնում ես բոլոր պայմանները, որը թույլ կտա հակառակորդին նման բան անել։ Կրկին վերադառնալով հապկին, այդ territorial denial-ը, հա, այսինքն այդ տարածքային մերժումը, եթե Հայաստանը հապկի մեջ է, ապա չի կարող այլ ռազմաբազա ունենալ իր երկրում, ինչ որտեղ նաև Իրանի սպառնալիքները, որ Հայաստանի սահմանների փոփոխությունը այն այդպես չի թողնի, ինչ որտեղ էլի denial-ի եւ մերժման, տարածքային մերժման կոմպոնենտ ունի։ Այլ բաներ, որոնք կարելի է ավելացնել տեսությանը եւ հարստացնել այն, երևի թե ինչու Ռուսաստանը կամ Իրանը չեն դիմում ավելի կոշտ գործողությունների, կարելի է ասել դա հիբրիդային կամ հասարակական ազդեցության այլ միջոցներն են, հա, եթե կարող է ես կորցնում եմ իմ ազդեցության այս ձևը, բայց եթե կարող եմ ունենալ այլ ձևեր, կարող է դա կոմպենսացնել իմ ներկայությունը կամ ինչպես նշեցինք, դանդաղեցնել, ուշացնել, զսպել մեկ այլ ուժի հզորացումը եւ ներկայությունը այս տարածաշրջանում։ Մյուսը սա ավելի ոչ այնքան հիմնավոր պնդում եմ անում, ես սրան շատ չեմ հավատում, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ Վրաստանում տեղի ունեցող գործողությունները նույնպես ազդում են փափուկ արձագանքի վրա, այսինքն Ռուսաստանը չի զգում, որ ինքը կորցնում է տարածաշրջանը, իր շահերը այո միտեղ կարող է նվազում են, բայց ինչ որ միտեղ այլ տեղ էլի է տարածաշրջանի մեջ կոմպենսացում են, հնարավոր է սա նույնպես ազդում է որոշումների կայացման վրա։ Ինչ կցուցանե այս փափուկ բալանսավորման քաղաքականությունը ես սրանով ամփոփեմ, ինչով էլ սկսեցի, ծագող ուժերին այո գերակա այդ պահին գերակա ուժերը փորձում են զսպել, բայց այո նրանք խուսափում են առճակատումից, շատ հաճախ որովհետև պարզապես չունեն այդ առճակատման կարողությունները եւ ռեսուրսները, չեն կարող պարզապես անել, ինչու՞ չէ նաեւ հնարավոր է կարողանան անել, բայց դա շատ թանկագին օպերացիա է, հատկապես եթե դու հատուկ ռազմական օպերացիա արդեն անում ես մեկ այլ տեղ։ Հետևաբար սա երևի սրա ամփոփումը այն է, որ Ռուսաստանը, դրա հետ նաև Իրանը չի վերացել մեր տարածաշրջանից, բայց նաև պետք չէ ակնկալել այն հին մեթոդները, օրինակ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մեթոդները մեր տարածաշրջանում, այսինքն
Ռուսաստանի եւ Իրանի քաղաքականությունը գտնվում է անտարբերության եւ արճակատման մեջ տեղում միտեղ, որտեղ ռեսուրսների վատնումը կամ օգտագործումը օպտիմալիզացվել է պահպանելու համար եւ պաշտպանելու համար Ռուսաստանի կենսական շահերը, որոնք, եթե էսկալացիա չի լինում, կարող ենք ենթադրել, որ պահպանվում են։ Շնորհակալություն։ Մինչ հարցս կուզեի ԵԱՏՄ-ի հետ կապված մի բան ասել, որ Հայաստանի Հանրապետության դուրս գալը ԵԱՏՄ-ից դեռևս երաշխիք չէ Եվրամիություն մտնելու համար, որովհետև Եվրամիություն մտնելու համար կան ստանդարտներ, ու այդ ստանդարտները բազմաթիվ են, որոնց Հայաստանի Հանրապետությունը դեռևս չի համապատասխանում, բայց Եվրամիության հետ կապերի սերտացման աշխատանքները շատ ինտենսիվ են, ես որքանով տեղյակ եմ։ Եվ որպես մասնագետի կուզենայի իմանալ ձեր կարծիքը, այսինքն սկզբից ասեմ, թե ինչ եմ կարծում, որ խաղաղության նպաստմանը, օրինակ աշխարհում, ինձ թվում է ավելի ճիշտ կլինի միաբևեռ աշխարհը։ Հատկապես եթե այդ մեկ բևեռը լինի ԱՄՆ-ն, որը ուժեղ է, ով կկարողանա կարգավորել, եւ ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, ճիշտ է միաբևեռ, թե բազմաբևեռ աշխարհը։ Կատան ենք խաղում, ես որոշում եմ աշխարհը ինչ տեսք պետք է ունենա։ ԵԱՏՄ-ից դուրս գալը բնականաբար չի նշանակում Եվրամիության անդամ ավտոմատ դառնալ, բայց ԵԱՏՄ-ից դուրս գալը ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայման է այդ ճանապարհին։ Առանց դրա չի կարող լինել։ Այո, մեծեցման քաղաքականությունների գործընթաց է գնում, բայց կերկին մինչև չլինի առաջինից դուրս գալը, երկրորդի անդամակցությունը իրավականորեն անհնար է եւ անհամատեղելի։ 90-ականներին ձեր բարձրացած կարծիքը միաբեր խաղաղ բարի աշխարհի մասին շատ տարածված էր, հատկապես սովետական միության փլուզման պատճառով, որովհետև տեսաբաններ եւ փիլիսոփաներ, որոնց արխիվում Ֆրանսիս Ֆուկույաման էր, ասում էին, որ աշխարհը վերջացավ, պատմությունը վերջացավ, մենք արդեն պարզեցինք ինչն է աշխարհի ամենալավ բանը նեոլիբերալ տնտեսությունն է եւ կապիտալիզմը, հա, որը Ամերիկան դավանում էր եւ քանի որ այլ չկա, այլ ինչի շուրջ են կռիվանելու, եթե արդեն գտել ենք թե որն է լուծումը։ Հատկապես ինչպես անգամ ռեալիստներն էին ասում, որոնք երբեք լավ բաներ չեն սպասում պետություններից, բայց անգամ ռեալիստներն էին 90-ականներին ասում, որ Միացյալ Նահանգների դեմ ոչ մեկ չի բալանսավորում, որովհետև Միացյալ Նահանգները ունի լավ մտադրություններ։ Եթե չի սպառնում որևէ մեկին, ապա ինչի պետք է ինչ-որ մեկը փորձի բալանսավորել Միացյալ Նահանգներում։ Ինչպես ասացի, դա երկար չտևեց։ Ու ձեր ասածը Միացյալ Նահանգները մեկ տերություն, այլ կերպ հայտնի է նաև աշխարհի ոստիկան տերմինով, որովհետև ունի ընտրություն, հա, այդ գերտերությունը, եթե երկու պետություն միտեղ պատերազմ են, ինչ պետք է անի։ Պետք է կողքից նայի, թե պետք է միջամտի, պետք է ապահովի արտարություն, թե չէ։ Պետք է ապահովի իր շահերը, թե չէ։ Մենք միայն վակուումում կարող ենք ենթադրել, որ պետությունները չունեն կոնֆլիկտներ։ Նույն կոնֆլիկտներ ու շահեր, քանի դեռ պետությունները ունեն շահեր, ունենալու են կոնֆլիկտներ, իսկ շահերը շարունակելու են անվերջ ունենալ, հա։ Նույն Միացյալ Նահանգների, եթե օրինակ ինչ-որ մի ջրանցք կամ նեղուց հայտնվում է ռազմական բախումների գոտում, իսկ այդ նեղուցով կներեք անցնում է Միացյալ Նահանգների առևտրաշրջանառության մի 20%-ը, ապա Միացյալ Նահանգները չի կարող չխառնվել։ Այս հələ նկատի ունեմ ես ինչ-որ բարի պրակտիկ մտադրություն, հա, զուտ մի կռվեք առևտուր անենք։ Բայց անհնար է ակնկալել, որ անverջ այս բարի ոստիկանը բարի եւ արդար է լինելու, ու մենք տեսանք մի շարք չարտարացված ինտերվենցիաներ Միացյալ Նահանգների կողմից, որոնք կամաց անհանգստություններ առաջացրեցին աշխարհի տարբեր ծայրերում։ Հա, երբ 90-ականներին Իրաքի ինտերվենցիան առանց հետո նաև 2000-ականներին առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սանկցիայի, ինչպես հետո պարզվեց անգամ կեղծված հիմքերով, սրանք միակողմանիությունը, ունիլատերալիզմը իրենց գործողությունների սադրեց մյուս պետություններին, որոնք մտածեցին երկու բան. այս միակողմանիությունը մի օր մեր դեմ են օգտագործելու, այսօր Իրաք մտան, վաղը կարող է իմ երկիր մտնել։ Եվ երկրորդ այն, լավ, եթե իրենց կարելի է նման բաներ անել, ուրեմն մեզ էլ է կարելի նման բաներ անել։
որը բնականաբար բազմազանեցրեց գունապնակը միջազգային հարաբերություններում ու կոնֆլիկտների, ինչի արդյունքում աշխարհը այսօր ձգտում է բազմաբևեռության, որին դեռ չի հասել, բայց որի ուղղությամբ անշեղորեն գնում է, ինչպես որին նաև նպաստում է Միացյալ Նահանգները այսօր բնավ ցանկություն ունի աշխարհի ոստիկանը լինելու, բարի կամ չար, ու ինչպես կարող ենք տեղեկանալ Դոնալդ Թրամփի Twitter-յան էջից, սա մեր կիսագունդն է Վենեսուելայի գործողություններից հետո, ինչը ենթադրում է, որ կան կիսագնդեր, որ իրենցը չեն։ Իսկ շատերը աչք ունեն, իհարկե, կիսագունդը Եվս մեկ այլ կիսագունդ կա, հա, բայց դա էլ իր հերթին տրովում է բազմաթիվ այլ տարածաշրջանների, որտեղ կարծես այդ տարածաշրջանների դոմինանտները ընկալում են այս ամենը որպես կանաչ լույս նույնը անելու իրենց հարևանությունում։ Մի ծիծաղելի տեսություն կա, որ ամենալավը այն կլիներ, որ բոլոր պետությունները ունենային ատոմային զենք։ Դա ամենախաղաղը կլիներ, որն է ատոմային զենքի տեսությունը, mutually assured destruction, հա, եթե լինի փոխադարձ անխուսափելի ոչնչացում, հա, եթե միջուկային ուժերից մեկը մյուսին հարվածում է, ապա դա բերելու է երկուսի ոչնչացման, որովհետև մյուսն էլ միջուկայինով պատասխանելու է, այնքան մինչև երկուսն էլ չլինեն։ Հենց եւ միջուկային զենքի արկայությունն է նրանց միջև կանխում պատերազմը։ Եվ ըստ տեսության, եթե բոլորը ունենան միջուկային զենք, այսինքն, բայց սա իհարկե խաղերի տեսությամբ այդքան էլ շատ հիմնավորվող չէ ու ավելի լավ է չունենան, որովհետև եթե 190 քանիսի միջից գոնե լինեն մի քանի գիժ, այդ արդեն աշխարհը կարող է տանել կործանման, իսկ զուտ ստատիստիկայի հետևելով 190 քանիսից հաստատ կլինեն մի քանի գիժ, որոնց ձեռքում պետք չլինի ատոմային կոճակ։ Շնորհակալություն, ես մի հարց էլ տամ, շատ ուշադիր լսում էի գործիքների մասին, որոնք դուք թվարկեցիք։ Ես կարծում եմ, որ մի գործիք կա, որ ամենակարևորն է այս համատեքստում, դա ռուսական զորքի արկայությունն է Հայաստանի տարածքում, ընդ որում 4 հարևաններից երկուսի հետ Հայաստանում երկայնքով սահմանին տեղակայված է ռուսական զորք, որը դեպ Հայաստանի հարևանը չի, բայց միակ երկիրն է, որ առնվազն իրավական առումով ունի դաշնակցային հարաբերություններ Հայաստանի Հանրապետության հետ, այսինքն Հայաստանի Հանրապետությունը աշխարհում ոչ մի այլ երկրորդ երկրի հետ չունի այնպիսի իրավական բնույթի հարաբերություններ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է, հետևաբար ինքը ավելի շատ hard power-ի գործիք է իհարկե ռազմական ներկայությունը, բայց այս համատեքստում ինքը նաև soft power-ը, որովհետև դրա կիրառումը հուսանք չի լինի ու դրա անհրաժեշտությունը գոնե Ռուսաստանի տեսանկյունից այս համատեքստում իրանց գոնե մեկնաբանմամբ չկա։ Ընդ որում, եթե հարավային Կովկասն ենք դիտարկում, օրինակ Վրաստանի դեպքում Վրաստանի իշխանությունների կամքով չի մեղմ ասած ռուսական զորք կա Վրաստանում փաստացի, բայց Հայաստանի բոլոր իշխանություններն էլ, եթե մի քիչ մեղմ ձևակերպեն, բավականին պրագմատիկ դիրքորոշում ունեն, այսինքն առնվազն ռազմաբազայի դուրսբերման կամ հայ-թուրքական սահմանից ռուսական զորքի դուրսբերման հավանականությունը գոնե ակտիվ քաղաքականության մեջ չեն դիտարկում։ Հա, լրիվ համաձայն եմ, այդ կարող երևի թե իմ ասած կատեգորիաներից մտնում է իզոլացնող կազմակերպությունների կամ տարածքային մեժման կատեգորիայի տակ, բայց ամեն դեպքում թե ռազմաբազան, թե սահմանապանների ներկայությունը դանդաղեցնում են այլ շահերի աճը այստեղ կամ Հայաստանի հեռացումը։ Այսինքն ես ծանոթ չեմ բանակցային գործընթացին, բայց ենթադրում եմ, որ Եվրամիության հետ վիզաների ազատականացման դեպքում այս այլ պետության սահմանապանների ներկայությունը Հայաստանի սահմաններին այդ առնվազն քննարկելի հարց է, հա, որը ինչ որ խնդիր բարդություն է առաջացնում կամ դանդաղեցնում է այդ գործընթացը։ Նույնը ռազմաբազայի պարագայում, քանի դեռ այստեղ կա ռուսական ռազմաբազա, Ռուսաստանը իր հեշտին կարող է մի փոքր ավելի հանգիստ լինել իր ներկայության ապահովվածության հարցում, ինչպես նաև հապաղել մինչև գործողությունների դիմելը, որովհետև
արևմտյան կամ այլ հակադիր շահեր կամ խաղացողներ այստեղ գալուց առաջ բնականաբար հաշվի կառնեն կամ մտքում կունենան այդ ռազմաբազայի ներկայությունը այստեղ, այո։ Այսինքն ձեր ասածները երկուսն էլ նպաստում է մասն փափուկ բալանսավորման, այսինքն դանդաղեցնելու անցանկալի գործընթացները։ Վերադառնանք եթե մեր խոհանոցին ներքին մի քիչ ավելի ցույց տվեց անցած հարցերից մեկը, որ եթե միջազգային ունեն մենք բևեռացում, ապա ինչ որ ժամանակաշրջանի, ինչ որ 30-40 տարվա ընթացքում մենք ունենանում ենք իր զրոյականացումը, այսինքն սկսում ենք ինչ որ սկզբնական կետից։ Եթե ավելի լոկալ ենք նայում, Հայաստանում ունենք բևեռականացում, շատ ուժեղ, հիմա քաղաքական, հենց նախընտրական շրջան եւ այլն, ու ոնց հասկացա, շատ կլասիկ դասագրքային սցենարով է գնում ամեն ինչ ռեզուլտատ ենք ունենալու, եթե չունենանք այն լուծումները, որոնք առաջարկվում են ձեր կողմից, այսինքն եթե ոնց կա, տենց էլ գնա իր հունով։ Նախ չեմ կարծում զրոյան, այսինքն հա նախորդ պարագաներում համաշխարհային պատերազմների արդյունքում զրոյացել են, բայց դա չի նշանակում, որ նույն բանը լինելու է, նաև այսօր մի քիչ դժվար է ակնկալել հենց նույն ձևով տոտալ բոլորի դեմ պատերազմ, ավելի շատ կարծում երրորդ համաշխարհայինը հաստատ մի առաստ է, ինքը ավելի շատ լոկալ պատերազմների համույթ է լինելու, բայց չգնանք այնտեղ, իսկ ինչ ակնկալել, կարծում եմ, եթե որևէ բան չի փոխվում, նույն բանի վերարտադրությունը։ Այդ ենք ակնկալելու, կարող է մի փոքր ավելի շատ դերակատարներով, այսինքն ոչ թե 3 ուժ պարլամենտում, այլ կարող է լինել իշխանություն եւ մի ավելի շատ պրոիշխանական ուժ եւ ընդդիմության շարքում ոչ թե 2 ընդդիմադիր, այլ 2-3 հնարավոր է 4 ընդդիմադիր, բայց քանակից այս ֆորմուլան մատրիցան չի փոխվելու, նույն բանը պարզապես շարունակելու է վերարտադրել, քանի դեռ այս հիմնապայմաններից ոչ մեկը չեն փոփոխվում։